Այս շաբաթվա թեմաները շատ բազմազան են ու իրականում ահագին բան կա խոսալու։ Ու այնքան շատ է, որ դժվար է մի հատ եթերում իրան տեղավորելը, բայց առաջարկում եմ, որ ամենաարդիականներից մեկից սկսենք։ Ուզում եմ, որ սկսենք Սամվել Կարապետյանի հայտարարությունից, դրան հաջորդած այդ ձերբակալման կալանավորման որոշումից ու նաև այն իրադարձություններից, որ տեղի ունեցավ իր առանձնատան դիմաց, այն հայտարարությունները, որ զուգահեռաբար դրա հետ գնացին մասնավորապես Փաշինյանի այդ ստատուսների շարանի մասնախոսքը ու նաև այդ իշխանական արձագանքը, ընդդիմության արձագանքը, խոսքով ընդհանուր առմամբ փորձենք հասկանանք, թե այս ամեն ինչը խի եղավ, որն է նպատակը ու ինչ հավանական ստեղ սցենարներ կարան լինեն այս առումով։ Ինչքան որ ընդհանուր առմամբ sense իմ մեջ փորձել եմ վերլուծել ու հասկանալ, թե այդ ձերբակալությունը ինչի եղավ, այդ հրապարակային հայտարարությունը, որ եկեղեցուն աջակցելու գործերին միջամտելու վերաբերյալ մասնակցելու, հա, այդ միջամտելը իջած Նյուզեյմի խմբագրական կազմը ոնց որ սարքեց ու իմ մեջ էլ այդպես մնացել, բայց Փաշինյանը գրեց, այդպես։ Փաշինյանը հաղում արել Նյուզեյմից կարդացել ու այդպես դրա։ Բայց Նյուզեյմը հանրային դեպս որպես սկզբնաղբյուր, հա, այս ամեն ինչի ինքը հենց այդ ձև էր ձևակերպել ու ոնց որ դրան արդեն հաջորդեց այս կալանավորման գործը տարբեր մեկնաբանություններ են սրան տալի միմացն ասում է դե իհարկե իշխանական մասը միանգամից կապում է նրա հետ որ Ռուսաստանը փորձում է ոնց որ հեղինակություն ունեցող գործարարի միջոցով մեծարուստի միջոցով ով նաև Forbes-ի ցուցակներում ու 3.3 միլիարդի կարողություն ունես Forbes-ի իր միջոցով ակտիվացնել ընդդիմադիր քաղաքական դաշտը ու իշխանափոխություն իրականացնել այսինքն ոչ քաղաքական ձևերով որ իշխանությունը այդպես տիրաժավորում է հիբրիդային այս իրանց իրաց բառապաշարն է հիբրիդային ոնց որ հարցակումների միջոցով ու սրա հետ կապված ամենատարբեր sense կապերն են ցույց տալի ցույց են տալիս ասում են դե եկեղեցին էլ է իշխանության դեմ պայքարում ու ոնց որ Սամվել Կարապետյանը նաև ինքը աջակցում է եկեղեցուն ու դրան զուգահեռ նաև ինքը Ռուսաստանի քաղաքացի է, այստեղ նաև ինքը հարգանք է վայելում հիմնականում ընդդիմադիր շրջանակների մոտ, նաև ինքը տիրապետում է շատ մեծ ռեսուրսներ ունեցող, ենթակառուցվածքներ ունեցող բիզնեսների, հեսա հեծին էլ հնդածած կանրադառնանք ու մի խոսքով իշխանության մեկնաբանություն դա է, որ ինքը փորձում է Ռուսաստանը, այսինքն փորձում է հիբրիդային ձևով օգտագործելով Սամվել Կարապետյանի ներուժը իշխանափոխություն իրականացնի Հայաստանում ընդդիմադիր հատվածը ավելի շատ ասում է որ ուղղակի ստիպեց իշխանությունը, որ Սամվել Կարապետյանը զբաղվի քաղաքականությամբ սրանով ու որ բացահայտ sense ընդամենը մի հատ ելույթից հետո հարցակում տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի վրա, նաև արդեն բիզնեսների վրա, այս շատ պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վախերով ու ինքը կարծում է, որ քանի որ վարկաբեկված մարդ չի, իրանց ընտանիքը առհասարակ այդպես վարկաբեկված չի, բան շատ այսպես լայն ասոցիացիաներ չունի նախկինների հետ, հնարավոր է, որ իր մոտ ստացվի նաև հաշվի առնելով այս իր ռեսուրսները մոբիլիզացնել, ինչ-որ պայքարի օջախներ ստեղծել ու փոխել բանով իշխանությունը։ Մեր իշխանական պրոպագանդիստները էլի անվանում են սա Իվանիշվիլի 2 օպերացիա, դե ինչպես հայտնի է, ուրեմն ամենահարուստ վրացին, հիմա ինքը Բիձինա Իվանիշվիլին, կոնկրետ ինքը անձնապես պաշտոն չի զբաղեցնում, բայց վրացական երազանք կուսակցության պատվավոր նախագահն է ու մնացած բոլոր դերակատարները ոնց որ աշխատում են իր համար, հա, ինքն է 4.4 միլիարդի, այդ կարող է արդեն քչացել կամ շատացել է, բայց ամենահարուստ վրացին է որպես այդպեսին ու շատ են կապում այս դեպքի հետ, ասում են ոնց որ Ռուսաստանը այնտեղ արեց Բիձինայի միջոցով, նույնը ուզում է անի Հայաստանում Սամվել Կարապետյանի միջոցով։ Քաղաքասարակության արձագանքը այս իրադարձություններին հիմնականում նա է, որ սա բանով օրենքի հետ խնդիրներ ունի, որովհետև փաստացի մարդուն հայտարարության համար դու տանում փակում ես ու այստեղ թեկուզ եւ եթե կան մտավախություններ, որ ասենք այս ինչ-որ Ռուսաստանի կողմից հիբրիդային հարձակում է եւ այլն, այս պարագայում գոնե չարժի, ասենք քաղաքական մասնակցության կամ հայտարարության կոպիտ ասած չարժի դիկտատորական կամ ավտորիտար մեթոդներով փորձել պահպանել ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։ Այդ դաշտը նայելով ես հիմնականում ես 3 հոսքն եմ տեսել, թե ոնց է մեկնաբանում, մնացածը արդեն դե ինձ թվում է մեր քննարկման տիրույթում է, էլի, թե ինչ եղավ։ Հիմա իրականում ես այս ամբողջ process-ը 2026 թվականի նախընտրական բանի կոնտեքստում եմ նայում։ Ես իմ կարծիքով Սամվել Կարապետյանը այն գործիչը չի, որ ինքը ուղղակի տենց ազնիվ ինչ որ մողումից ելնելով թե եկեղեցուն բանն ասում, ինքը կմտնի այս process-ների մեջ։
ակնհայտ է որ ռուսական ինչ որ բան կա այստեղ էլի հաշվի առնելով նաև ԱԳՆ, հա, արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությունը հաշվի առնելով Սալավիով բան այդ ռուսական մեդիաներում տարածվող որ այս կողմեն կողմ հիմա բայց եթե 26 թվականի բանը նայում ենք նաև քաղաքացիություն չունի փաստացի Սամվել Կարապետյանը ու չի կարող նաև առաջադրվի որպես տեխնացու, այսինքն ուր է գնում այս process-ը, ինքը ուղղակի որպես ինչ որ աջակից բան հովանավոր է գալիս այստեղ ինչ որ մի հատ խմբի, ինչի եմ սա բանանում, որովհետև փաստացի նաև բանը շրջանառվում այն որ թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչյանը, թե ռուսական այս թևը պահող հիմնական այդ ուժերը արդեն ոնց որ կրակված փամփուշտներ են ու էլ չի աշխատում։ Ռոբերտ Քոչյան, Սերժ Սարգսյան տանդեմ փաստացի չի աշխատում ու եկել է ժամանակը նոր դեմքով հանդես գալու, իսկ այդ նոր դեմքը Սամվել Կարապետյանն է։ Այն մնացածը արդեն իսկ թվում է ածանցվում է, էլի այդ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ կլասիկ բոլշևիկի անկուսակցության այդ առաջնորդի գործողություններ, այսինքն ինչ որ ընդդիմադիր մի հատ փոքր անգամ բանա շարժերևում ունես զրկում այդ ՍԱՊՑ ինչա կոչվում է ծննդի անվտանգության բանը մտնում է տաշիր պիցցաներ բաները հեծում ինչ որ խախտումներ ու հեծը ազգայնացնելու բան են գտնում հիմա ես չգիտեմ ինչքան կալանքի տակ կմնա ու process-ները ոնց կգնան բայց այնուամենայնիվ եթե նայում ենք այդ իրականում այն որ մի բանում Ռուսաստանը շատ ուժեղ է այդ իր այդ ֆորպոստային այսպես ասած պետություններում իշխանության պահել, չպահել, այդ ստաբիլությունը, այդ հավասարակշռությունը պահելուց այդ մի բանից ինքը ուժեղ է։ Ինձ թվում է այս նույն տրամաբանության մեջ, այսինքն ռուսական տրամաբանության մեջ է։ Այդ փոխոսքի վրա հղվելով կոնկրետ Սամվել Կարապետյանի մասով ինքը հա բնականաբար հասկանում է, որ ինքը անձնապես տեխնացու չի կարելի, պայմանավորված իր ոնց որ անձնագրի, հա, այդ օտարերկրյա անձնագրի ունենալու հանգամանքով, բայց թե իմ մտածելով բանն է, որ եթե ինքը կոպիտ ասած խավորություն անում մի հատ ինչ-որ քաղաքական նոր հոսանք, ինքը ունի այնքան ռեսուրս, որ կարա առաջ բերի նոր մարդկանց, որ կարա հա իրականում ասենք մարդիկ է իմանան, որ սա իր շարժումն է, իր քաղաքական հոսանքն է ու իր առաջ բերած դեմքերն են, միևնույնն է իր անունը այդ պայմաններում կարա աշխատի։ Մյուս կողմից եթե նայում ենք Գյումրիում ինչ եղավ, օրինակ ինչ արեցին, չէ՞, բաները հիմնականում նախկին իշխանության մաս կազմող քաղաքական ուժերը տարբեր դեմքեր ոնց որ սկզբից մտցրեցին դաշտ, իրանք սկսեցին քարոզարշավ անել, բան ասել իրար հետ կապ չունենք մենք, նաև ընդ հակասություններ ունենալ իրար, օրինակ ոնց որ հիմա ընդհանուր ավելի մեծ քաղաքականության մեջ իմպիչմենթի թեմայով են իրար հետ բանավեճի մեջ այդ ընդդիմության թևերը, այսինքն տարբեր դեմքերով ձայներ հավաքվեցին, հետո միավորվեցին, ունեցան միասնական տեխնացու։ Հիմա նաև այս Սամվել Կարապետյանի քաղաքական դաշտ գալը, կոպիտ ասած, կարա այս սցենարի մաս լինի, որ իրանք ամեն մեկը փորձում են իրանց ձևերով ձայն հավաքեն, այնա որ հայտնվեն խորհրդարանում, վերջում դառնան մի հատ կոալիցիոն ուժ ու դրանով դուրս մղեն ԿՊ-ին իշխանությունից։ Դե այդ մասում մենք չպետք է մոռանանք, որ ոչ վաղ անցյալում նման նախադեպ եղել է, երբ Կարեն Կարապետյանը վարչապետ նա հանրապետական կուսակցության 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ցուցակի առաջի համարը չէր, բայց քարոզարշավի բոլոր տեղերում ինքը կար, ցուցակի առաջի համարը գուցե այսօր շատերը չեն հիշում Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր, բայց հանրության շրջանում երբ որ հարցումներ էին անում, հատկապես տարեցներ եւ այլն, ասում էին մենք ընտրելու ենք Կարեն Կարապետյան ժամանակ վարչապետին, այդ մարդիկ չգիտեին էլ, որ այդ մարդը անգամ ցուցակում չի եւ ելի նույն պատճառով հոտարեկրա քաղաքացիության եւ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում չէր բնակվել ու չէր կարող առաջադրվել։ Բայց ես համաձայն եմ այն հիմնականում այն մտքի հետ, որ ռուսական ազդեցությունը այստեղ տարածվում է իշխանության եւ ընդդիմության թևերի վրա եւ խնդիրադրված ուղղակի կառավարելի պահել դաշտը եւ նոր մարդկանց մուտքը, ինչպես եւ նախկինում մենք այս մասին շատ խոսել ենք, նոր քաղաքական դեմքերի եւ նոր քաղաքական ֆիգուրների մուտքը այսպես բավականին եթե չասեմ անհնարին գոնե դժվար դարձնել այդ համատեքստում եմ դիտարկում, որովհետև իսկ երբ Կարեն Կարապետյանի, Սամվել Կարապետյանի դեպքն ենք մենք դիտարկում, առերևույթ ունենք հետևյալ հանգամանքը, որ այդ հայտարարությունը եղել է, դրան հաջորդել են գործողություններ, բայց մյուս կողմից եթե խորքային վերլուծում ենք,
այսպես ասած գոյության իրավունք ունի նաև այն թեզը, որ Սամվել Կարապետյանը կանխատեսում էր իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացները, հետեւաբար իր համար պարարտ էր նախապատրաստում այդ հայտարարություններով քաղաքական հավատալի այսպես կարգավիճակ ստանալու։ Բայց սրանք էլի այսպես ասած մեկնաբանությունների դաշտում է, մենք պիտի աշխատենք կոպիտ ասած առերևույթ տեղի ունեցող գործընթացների ու փաստերի հետ։ Փաստը հետեւյալն է, որ ինքը այդ հայտարարությունն արել է եւ դրան հետեւել է ոչ համաչափ արձագանք, այն իմաստով, որ ակնհայտորեն այդ հայտարարության մեջ, չգիտեմ, իմ համար գոնե թե չկա առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, այն ասենք սահմանադրական իշխանություն զավթելու կոչ կամ ասենք սահմանադրական կարգի տապալման կոչ, իսկապես այդ հայտարարությունից դժվար է էլի քամել այդ հատվածը, որովհետև տարբեր կերպ կարող են մեկնաբանել ու ինձ թվում է փաստաբանական խումբը իր ուզած ձևով էլ մեկնաբանելու է եւ բնականաբար ուղղակի մի հատ հարց բանանեմ էլի իմ կարծիքով Սամվել Կարապետյանի ասենք այդ բիզնեսները եւ այն եթե խնդիրը հեծն էր այսինքն ուզում էին հեծը ազգայնացնեն դրա խաթր ինքը եկա մտավ քաղաքական բան մեջ ինձ թվում է այդքան էլ իր ապարագամ չի աշխատում միանշանակ է այդքան էլ չի թքացում թե այսին եթե որպես գործարար եկել է մտնել է քաղաքական դաշտ այդ պետքա բանանենք էլի ոնց որ տենց հեծնեց ինքը որոշել էր քաղաքական չեզոքություն պահպանելու գործարար հարցեր ուներ բիզնես հարցեր ուներ իշխանության ինքը կլուծեր այդ հարցերը դրա նախադեպը կա Սամվել Ալեքսանյանը ասենք լավագույնս դրա օրինակն է թե ինչպես կարելի է քաղաքական չեզոքություն պահպանել ու ասենք բիզնեսի հետ դու խնդիր չունենաս Ակնհայտ է ինձ թվում է որ Սամվել Կարապետյանը քաղաքական այսպես հավակնություններ ուներ 2026-ին ընթացավորում է էլի հետ տաշիր պիցայի սննդի անվտանգ։ Ուղղակի այստեղ եթե մենք խոսում ենք ժողովրդավարության դիրքերից, չես կարող էլի ասենք ժողովրդավարության արժեվ կամ ասենք արդարության արժեվ մեղանչել ու ասել որ դե ինչ անում են լավ են անում, որովհետև ժողովրդավարությունը երբեմն պահանջում է։ Օրինակ ես մեր իշխանական շրջանակներում դա էլ տեսա։ Օրինակ ասում էին այ լավ կլիներ որ ժողովրդավարությունը պետքա պաշտպանվի նաև երբեմն ոչ ժողովրդավարական ձևերով, սա խոսում է այն մասին, որ մարդիկ բացարձակ ընկալում չունեն ինչա ժողովրդավարությունը իրենց ներկայացնում։ Օրինակ ես էլ այդ ինձ համար միշտ այդ խնդրահարույց պահը այդ եղել ու ցավոք սրտի շատ քիչ մարդիկ կային, որ տենց էին արձագանքում հենց քաղաքասարակությունից, որ Յուրին ներկայացրեց տենց այդ քաղաքասարակության արձագանքը մի բանով դրվածքով ես առնվազն 2-3 sense բան եմ տեսել, որ այդպես խառը արձագանք ա եղել հենց նույն քաղաքասարակությունից, օրինակ ես տեսա որ մի հատ արձագանք կար, որ կապ ունի թե ինչ նպատակ էր հետապնդում Սամվել Կարապետյանը։ Եթե զուտ ինքը գիտեր, որ հեծի վրա արդեն իսկ ինչ որ քննություն կա եւ զուտ ուզում էր նախահարցակլներ, ապա ոչ համաչափ արձագանք իշխանության, իսկ եթե սա հիբրիդային պատերազմ է, ուրեմն ինչ օրենքի գերակայությունի ժողովրդավարական արժեքների անկախ դատական համակարգ, եթե հիբրիդային պատերազմ է, հատկապես ու Ռուսաստանի կողմից հետեւաբար հայկական ժողովրդավարությունը այդքան կարեւոր չի ու պետք է այդ հիբրիդային պատերազմում ամեն նույնիսկ ոչ թույլատրելի, ոչ օրինական քայլեր իրականացվի ու այս առումով այս երկու շերտերն էլ ինձ համար կարևոր մի կողմից չես ուզում դառնալ Սամվել Կարապետյանի ասենց այս բանը հəli քաղաքական այս արշավի ստարտի մասնակիցներից, հա, որ պաշտպանես ու ասես, հա, Սամվել Կարապետյանը շատ լավ անձնավորություն է, լիքը բարեգործություն է արել, զուսպ կենցաղավարությամբ է հայտնի, դրա համար պետք է ինքը լինի դաժե վարչապետ, միանգամից ասենց այդ ստարտով այդ բան անես Մյուս կողմից էլ տենում ես, որ շատ լուրջ կասկած ու հետ կա ռուսական բանի տեսանկյունից, հիբրիդային գործիքների տեսանկյունից, քաղաքական դաշտը, չգիտեմ, ինչ որ չափով մոնոպոլիզացնելու, որովհետև հեսա դրան է կանդրադառնանք, երբ որ մարդ, որ ասում է առնվազն 3-4 տարի եղել են ֆորպոստի ղեկավար, բացահայտ ասում է դրա մասին, ու այս տեսանկյունից 26-ի ընտրություններ են սպասում ու անկանխատեսելի է, հա, նախկին նախագահների ինչքան տոկոս կհավաքեն ու իրանք էլ կապվում են Ռուսաստանի հետ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն է մնում ու շատ մեծ է ռիսկը, որ կլինեն անկանխատեսելի ուժեր, ովքեր շատ լուրջ ձայներով կարող է երկու կողմերին ստիպեն, որ խաղը այն սցենարով չգնա, որ իրանք են պատկերացնում, ուստեղ ինձ թվում է sense մի քիչ բան ոչ փաստահեն վերլուծություն ա գա, որովհետև դժվար է էլի տենց առանց տվյալ ունենալու թե Ռուսաստանը, այստեղ Հայաստանում ներքաղաքական իմաստով ինչ պատկերացումներ ունի 26 թվականի վերաբերյալ, այն ամենայնիվ էլի նախորդ փորձի հիման վրա ինձ թվում է Սամվել Կարապետյանին դաշտ բերել է հենց այդ նպատակն է հետապնդել, ստեղծել էլի այդ երկխաղ էլի, որովհետև փաստացի Սերժ Քոչարյան ու այլ տեսակի ընդդիմությունները
չեն կարողանալու 26 թվականին 40-ից 50% ստանալ։ Իսկ դա վտանգ է Իրանից ներկայացնում։ Յուրաքանչյուր Իրան այլընտրանքային ուժ համարող 10%-անոց անդիմությունը կարող է ստիպի երկու կողմերին, որ ինչ-որ քայլեր անի, որոնք չէին պատկերացնում, որ այդպես քայլեր կարելի է ինչ-որ պաշտոններ պահանջեն, ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ նիստեր, տորպեդահարել, ինչ-որ բարեփոխումներ եւ այլն ստիպել անել, ու ինձ թվում է այս առումով վտանգը զգացվել ու Սամվել Կարապետյանի գալը հենց այս իմաստով է, ոչ թե օրինակ ինքը բան որ կապում են Հեցի հետ, որ ինքը գիտեր, որ Հեցի վրա գործ կա, դրա համար մտավ դաշտ, ու ըստեղ իշխանության արձագանքը ինձ թվում է ոչ համաչափ է ու սա ոնց որ այս նոր միտումներին բան է, էլի, հավատարիմ սկզբունք է դարձել։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը այլևս չի նայելու օրենքի գերակայությանը, ինքը այս եկեղեցու թեմայից սկսած ըստ էության ինքը ինչ ասում է, ինձ համար հստակ է, կա ներքաղաքական խաղ ճակատամար, sense ասենք պատերազմ, ուստեղ ոչ մի կանոն չի աշխատելու։ Եթե դուք իմ ընտանիքը, իմ կնոջը ինձ ամեն օր վիրավորում եք, դուք դարձել եք հիբրիդային պատերազմի գործիք, ես էլ ասում եմ, ես լինելու եմ ամենաուժեղ ֆորպոստի ղեկավարը, ես չեմ հանդուրժելու որևէ այս տիպի արձագանք։ Հիմա ինքը փաստացի գիտեր էլի, որ Սամվել Կարապետյանի ասացի մեջ շատ լուրջ տենց դժվար է իրավական հստակ տենց հիմնավորումներ ներկայացնել, որ մարդը գնում է համանդրական կարգի տապալմանը կամ իշխանության զավթմանը։ Բայց ինքը նախահարցակ լինելով դեմոնիզացրեց Սամվել Կարապետյանին, ասեց, այս սրանք ունեն տաշիր պիցաներ, որտեղ վատ սնունդ կա ու նոր բացահայտվեց, էլի, իբր տենց չգիտեմ որ թվից հետաքնություն են անում կամ նույնը օրինակ Սամվել Կարապետյանից կողմը ասում է մենք ենք խնդրել, որ ամեն տարի իրան գան այդ քննություն անեն։ Ու հետո այս խաղի արդյունքում պարզվում է, որ այ շատ վատ սնունդ է, նույնը Հեցի հետ կապված եւ այլն կամ որ ասում են իր աղբոր տղեն առողջական խնդիրներով ազատվել է, այսինքն շատ պարզ է, հատկապես մեծ ռեսուրսներով ու Ռուսաստանի հետ կապված մարդիկ, ովքեր մտնեն խաղի մեջ, sense գոտկատեղից ներքև հարված են ստանալու ու Նիկոլ Փաշինյանի մարտավարությունը է դա, թույլ չտալ այլևս, որ տենց ինչ-որ մեկը գա, պրոակտիվ սկսի քաղաքականությամբ զբաղվել, զանգված գեներացնի, նոր սկսի այդ հարված, այլ նախահարցակ է լինում, միանգամից դեմոնիզացնում է ու վсё այդ մարդը արդեն շարքից դուրս է գալիս։ Բայց ես կարծում եմ, այս հարցը պետք է դիտարկել նաև այս համատեքստում, օրինակ գոնե թե իմ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական գործիչ չի եւ այս գործողությունները հակառուսական կամ ասենք կայսրությունից Հայաստանին ազատելու տրամաբանության ներքո չի։ Այսինքն եթե ինքը պայքարում է Սամվել Կարապետյանի դեմ, որը ի դեպ բոլոր մնացյալ տեխնացուներից ընդդիմադիր, ասենք ընդդիմությունը համախմբող տեխնացուներից պակաս խոցելին է, այն իմաստով, որ ինքը իր ողջ կապիտալը դիզել է ոչ թե Հայաստանում թալանի հաշվին, այլ Ռուսաստանում է այդ մարդը հիմնականում ու այս առումով իշխանության գործը բարթացել է։ Ասել է այդ Սամվել Կարապետյանը թալանել է, հարստացել է, այլն ինչ չեմ կասկածում, որ որոշ ժամանակ հետո կասեն ինքը տաշիրում ինչ որ մի հատ խանութի գցել է, դրանով է սկսել, հետո գնացել է Ռուսաստան։ Էս էլ կլինի։ Շատ կարևոր է, օրինակ ես սա ինչ եմ շեշտում, որովհետև կարծես թե այստեղ պայքարը գնում է ոչ թե Նիկոլ Փաշինյանը պայքար է մղում ռուսական իմպերիայի դեմ եւ հերթական, ասենք, ագենտի դեմ է պայքար մղում, որ գործողվել է Հայաստան, այլ պայքարը գնում է նրան, թե ով ավելի հավատարիմ կլինի Ռուսաստանին եւ ռուսական կայսրությանը։ Եվ այս իմաստով եմ ես ասում, երբ որ Ռուսաստանը փորձ անում այստեղ կողմերից երկու կողմերն էլ կառավարելի դարձնել եւ արդար խաղի պայմաններ է ստեղծել իրականում եւ ուզում եմ հասկանա որ մեկը որ կարողանաք այսպես ձեր ավելի մեծ հավատարմությունը ցույց տալ ինձ հա որ մեկը որ արդար խաղի լրիվ այսպես բնության վայրի օրենքներով այնտեղ մի հատ ուրիշ բան էլի քո ասացի բանով էլի ես ասեմ ինչքան էլ հավատարիմ լինի Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ հավատարիմ լինի այնուամենայնիվ այդ զապասի բանը չի թողնի այսինքն այդ սուրը երբեք իր մեջքից չեն հանելու ինքը միշտ զգալու է որ կա մի հատ վտանգ որ կարող ինքը իշխանությունից զրկվի նույն ռուսական բանում եմ էլի ասում ասինքն ինչքան էլ հավատարիմ լինի ինչքան Սիրիա զորք ուղարկեն ինչքան էլ էս կողմ ինչքան ֆորպոստ եւ այլն միշտ են ծլնելու հիմա փաստացի Քոչարյան Սերժը թուլացավ այս վերջի տարիների ընթացքում մի հատ նոր կոնսոլիդացնող ուժեր կա որ այդ շունչը զգա իր հետեւ էլի Փաշինյանը զգա հա սե բացի այդտեղ դե հա ես միշտ գիտեք այդ կարծիքի հետ ոնց որ համահունչ եմ եղել այն առումով, որ ես էլ ես իշխանությանը, տենց հակառուսական իշխանություն չեմ ընկալում, բայց դե ինձ թվում է բանի մեկը այդ պրոռուսականության ինչ որ չափեր կան, էլի։ Այսինքն հիմա Նիկոլ Փաշինյանը հակառուս չի,
բայց նա նենց է չի, նենց պրոռուսականա, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը։ Անշուշտ։ Հա, կամ ասենք նույնը էս մնացած բաների մեջ էլի, ինձ թվում է ստեղ էլ աստիճանակարգեր կան։ Իսկ տարբերությունն է կներես, որ տարբերությունն է, որ նրանք իրանց ռուսամետ լինելու մեջ ազնիվ են եղել, ուղղակի չեն էլ թաքցրել։ Դե բացի այդ իրանք ավելի օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ Նիկոլ Փաշինյանը ինքը բանը ավելի հարմարվող օրինակ խառը խաղի կանոններին, ասենք եթե sense կա կիսակ քաոսային ինչ-որ իրավիճակ, ինքը դրա մեջ կոմֆորտ է։ Իսկ մնացած քաղաքական ուժերը այս շարժունակության ու ճկունության առումով մի քիչ ավելի կացնային են, որովհետև իրանց դուր է գալի, որ ամեն ինչ շատ հստակ լինի, sense շատ կոնկրետ լինի, այս ինչ բանը կարելի է, այս ինչը չի կարելի, ու նաև իրանք որ դիսկոմֆորտ են, սրա մեջ են։ Դրա համար միշտ իրանք օրինակ պատկերացնում են քաղաքական կոնֆիգուրացիան նենց, որ կա մի հատ կրեմլ, իշխանության բանալիներ են դրա, դու եթե ընդեին ինչքան շատ է շոպլիկ անում, այդ բանալիները քեզ տալիս են, դու գնում ես կառավարության դուռը բացում մտնում ու իրանց ներքին խոսակցություններն է որ նայում ես ընդդիմության, օրինակ իրանք իրար մեջ քննարկում են, թե ինչի իրանց մոտ չի ստացվում Ռուսաստանից ստանալ դաբրո, որ գնան իշխ, այսինքն իրանք Այս վերջերս մենակ երևի թե որ բանով այդ կարգի չխոսած բան Իշխան Սաղաթելյանի այս վերջի ճեպազրույցները որ ասաց մենք ներքինով պիտի բանենք բան տպավորության որ ինքը արդեն յանա տվել այդ ռուսական տարբերակից ու արդեն ոնց որ հասկանում են որ այնտեղ իրանց չեն նայում կամ իրոք այնքան ուժ չունեն որ ստե իշխանության փոխեն մյուս կողմից այս հեծի թեմայով ես ուզում եմ շատը կենտրոնանանք մենք մեթոդի վրա այսինքն երբ որ դու ազգայնացման մասին ես խոսում ստրատեգիական նշանակություն ունեցող հոսանքի ենթակառուցվածքի բնականաբար պոպուլիստական տեսանկյունից այս բոլորին է դուր գալի հա ազգայնացրեք այդ ստրատեգիական նշանակություն ունի մեր համար դա մեր ինքնիշխանության համար տենց հավելյալ մի հատ բարձիկ հա քայլ առաջ է բայց այդտեղ հարցն է թե դու ոնց ես դա պետականացնում այսինքն ինչ իրավական հիմքերի վրա ես դա անում եթե ինչ որ մեկը անում է հայտարարություն ասենք դրա տերը ու դու դուրս ես գալիս բան սկսում ես իրավական համակարգը կոպիտ ասած քսի տալ իրա վրա ու ասենք դու մի հատ նորմալ ենթադրենք նախապատրաստական աշխատանք չես արել օրինակ ես մտածում եմ նորմալ իշխանություն է եթե ուզում ես հեծը պետականացներ պետքա մի տարի անընդհատ ինչ-որ ասես մի հատ կոնկրետ մոնիտորինգ արվեր խախտումների մասին այն մարդկանց մասին ովքեր դժգոհ են կոնկրետ кейսերի մասին հոսանքի կորստի մասին մի հատ փաստագրեր մեծ փաստաթուղթ սարքեր ու թափանցիկ այդ ամեն ինչը հա ու թափանցիկ կաներ ժողովրդին կանչեր ցույց տար նույն հմեկով նկարեր ասեր էսա ու այս ամեն ինչի հիման վրա տենց լեգիտիմ հիմքի վրա այդ ճնշման արդյունքում կարող է հեծնել ինքնակամ ասել եկեք վեկալը ու Սամվել Կարապետյանը նաև այդ ընթացքում որևէ ելույթ չունեն այսինքն իմ պես քաղաքացին մտածեր ոչ թե որ Սամվել Կարապետյանը հայտարարություն է արել դրա համար գնացել են հեծում ստուգում են անում այլ չէ մենք ունենք նորմալ կառավարություն նորմալ իշխանություն որը մտածում է որ այս ստրատեգիական ուղղությունը էներգետիկ ոլորտը պետք է նորմալ համակարգվի բայց տենում է ծառայություններ մատուցող վատ է միջազգային հանրության տեսանկյունից այնի ավելի կարևոր է միջազգային հանրության տեսանկյունից էլ իրանք որ հիմա նայեն այս հենց այս քո ասածն են տեսնել որ եղել է քաղաքական բան հա հիմա ձեն չեն հանում որովհետև Ռուսաստանի քաղաքացի է բայց ես վստահ եմ որ եթե Ռուսաստանի քաղաքացի չլիներ տերը հիմա հայտարարություններ կհնչեն որովհետև այդ մասնավոր սեփականության հետ կապված կապիտալիստական երկրները շատ այդ սուրբությունը հա սուրբ բան է դրա համար առաջի հերթին հիմա վաղը մյուս օր ոչ մի երաշխիք չկա կոպիտ ասած որ երբ որ այս աշխարհակարգը հանդարտվի այս պատերազմները ինչ-որ չափով մեղմվեն ինչ-որ կանոններ սահմանվի ասենք այդ ենթադրենք մեր սերունդը լինի այդ ժամանակ իշխանության չեն գալու հետ ստանան այդ հեծը այն հիմքով որ այդ իրավական առումով չի վերցվել այլ terrorով է վերցվել ես ամենաշատը ոնց որ այս հանգամանքից եմ նեղվում ես ուզում եմ որ այդ ասենք вообще պետությունը հա շատ վատ ձեռնարկատեր է շատ վատ ասենք ինչ էլ հնարավոր է պիտի 10 մասնավորին այդ չի հարցը բայց ասենք ստրատեգիական ենթակառուցվածքներ ոսկի քաղաքային տրանսպորտ կամ ասենք բան ջրամատակարարում ես շատ գիտեմ այդ կարգի բաները նույն ասենք այս հոսանքի բաշխից ցանցերը հա լավ կլինի պետական լավ կլինի ասենք այդ պետությունը վերահսկի դու եք ես ապով կզգաս ասենք որ մի օր Մարիա Զախարովայի հետ ազգային ժողովի նախագահ խնդրեմ ունենաս հենց չեն անջատի հա քեզ լավ կզգաս ավելի ապով կզգաս բայց ոչ էլի այս ճանապարհը Օրինակ Երևանի դեպքում երբ որ սանիտեկը մասնավորից վերցրեցին ու սարքեցին քաղաքի աղբահանության գործընթացը համայնքային սեփականության համայնքային այսպես հիմնարկ սարքեցին ինչի խնդիրներ չառաջացավ կամ հանրության մոտ ինչի հարցեր չառաջացավ որովհետև այդ
նախապատրաստական աշխատանքը բավարար կերպով կատարվեց ու հանրությունը ցույց տրվեց, որ լավ չի կառավարում մասնավորը, ու ընդ որում ստե կարևոր հանգամանք է, բայց հանուն արդարության էլի, հիմա համայնքը ավելի շատ գումար է ծախսում։ Բայց հանրությունը դրա հետ ոնց որ խնդիր չի տեսնում, որովհետև տեսնում է ավելի լավ աշխատանք, քան որ մասնավորներ անում։ Իսկ այդ դրան զուգահեռ պայմանես հեծի մասով ազգային ժողովում վարչապետին հարցնում են, ասում է արդեն նախաձեռնված օրենսդրական նախաձեռնություն կա ազգային ժողովում հեծը պետականացնելու, մի ժամ հետո մտնում են սենյակներով հարցնում են պատգամին, ոչ մեկ տեղյակ չի, ոչ տնտեսական հանձնաժողով, ոչ պետային, ասում են տեղյակ, գուցե կառավարությունը, գուցե դա հետաքրքիր մի կադր կար, չէ, որ Փաշինյանը այդ հայտարարությունից հետո Սամվել Կարապետյան կանչում է Հայկ Կոնջոյանին, ոնց որ Անչելոտին է կանչում Ռոնալդոին, ասում է գնա սենց ինչ-որ բաներ արա։ Ասենք չի կարելի, ասենք նորմալ երկրում, ասենք երկրի վարչապետը, ասենք եթե խորհրդարանական երկիր է, գործադիրի ղեկավարը ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավարին կանչի, ասի այ գնա ամբիոնի մոտ, այս ինչքան վարքյան, այսինքն այս ինչ արտահայտություններով ելույթ ունեն։ Խորհրդարանական երկիր չի, վարչապետական երկիր է։ Այս ամենատենց բանն է, էլի ցցում բաներից մեկն է, որ Հայաստանում, ասենք, մի անձ տարբեր իշխանության ճյուղերի վրա շատ լուրջ ազդեցություն ունի, ու սա Սերժ Սարգսյանի կոստյումն է, բայց ավելի լավ է սազում, իսկ թվում է Նիկոլ Փաշինյանը, օրինակ ես չեմ պատկերացնում, եթե 18-ից հետո Սերժ Սարգսյանը մնար, այս հետաքրքիր համակարգում իր բանը ոնց է, դրսևորումը ոնց է կարող, որովհետև իմ մոտ տպավորությունն է, որ այն ինչ որ գծվել է այս համանadrությամբ, լրիվ Նիկոլ Փաշինյանը սազում է։ Ասենք ամեն օր, ասենք ոնց ասեմ, կանանչի գնելից սկսած մինչև հեծի կառավարման հարցեր, այս մարդը ասենք բլուզ արտաքին քաղաքական։ Իմ մոտ գիտես ինչ տպավորություն է, որ ոնց որ սահմանադրություն գրողի իմացել է, որ շատ турբուլենտ բաներ ալնելու է երկրում, ու նենց մի հատ sense վարչապետի ինստիտուտ է գծե, հա, որ մենակով կարողանա սա հարցերը տեղը գցի, ու ցած որ մի քիչ կոնսպիրոլոգիական մասով նայում ես, լրիվ մտածում ես գծած է, հա, ասենք Նկատել եք պարլամենտում, երբ որ վարչապետը ներկա է լինում, ազգային ժողովի պատգամավորներն մոտենում են ամբիոնին, սկզբից մի հատ դիմում են մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի նախագահ։ Հակառակը չպետք է պրոտոկոլը։ Տրամաբանորեն, հա, որովհետև խորհրդարանն է վերահսկող մարմինը այս երկրում եւ այսպես արժանախագահ նիստերի ժամանակ, երբ որ վարչապետը ներկա է լինում, տենց ինքը սենց իր մեջ գցում բռնում է, սենց մտածելով ոնց անի, որ օրինակ հիմա Փաշինյանը խոսում է, բայց չի կարող խոսա, ոնց ասի այդ պահը, որ մի քիչ ուտվի, էլի, սենց օրինակ չի կարելի, օրինակ ասի ոնց որ Գեգամ Մանուկյանին ասում, չի կարելի ասի ձենետ կտրի խոսքի կամ սուս մնացի ոնց որ ֆրակցիային ասում։ Հա չի կարող արբիտրի դեր կատարի։ Բայց ասում պարոն վարչապետ, կգաք էլի կգաք խոսակ բան, ասած ինչ որ սենց խնդրելով էլի տոնայնությունը։ Բայց ես ուզում եմ այս հանրային մասնավոր բանի մասով ասեմ, որովհետև իրական Հայաստանի պես երկրներում մի կողմից հա ասում ես այդ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը չի ստացվում, բայց դե իրականում ոնց որ ճիշտ տարբերակը է դա լինում աշխարհում, որ սենց հանրային ծառայությունների ոլորտը ինչ որ չափով պատվիրակում է մասնավորին, պետությունը ինչ որ մի 20% վեկալում է, որ նենց չստացվի էլի, որ այդ կարևոր ռազմավարական ոլորտը, ասենք ինչ որ էներգարդյունաբերությունն է, չգիտեմ, ատոմային էներգիան է եւ այլն, բայց օրինակ նույն Ֆրանսիայի դեպքում էլի, որտեղ ասենք եթե 100% այնտեղ կա հատվածները պետականը միշտ վատ է կառավարվել։ Բայց այդ մի քիչ օրինակ Հայաստանում խի այդ սանիտեկը կամ նույն Էռնեկյանի հետ կապված լիքը դեպքեր կան, որովհետեւ մեր մոտ այդ օրենսդրություն չկա, ասենք այս բաժակը տվեցիր, ասենք մի հատ մեծահարուստի, պետություն վсё, արդեն մոռացավ այդ գույքի մասին, որևէ սխեմա չկա, էլի դու ոնց կաս հետ վերես։ Հա, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ մի 30 տարի է մենք մասնավոր իրավունքով տալիս առնում ենք, այդ առումով այն երկրները, որ հին է իրանց մոտ այդ մշակույթը, ավելի հաջող է իրանց մոտ կառավարումը ստացվում, բայց մյուս կողմից հարցեր կա, օրինակ երբ որ տեղեր կա, փորձեր են ասենք առողջապահության ոլորտը տան մասնավորին չի ստացվել, տեղ կա ստացվել է, տեղ կա ասենք նույն օրինակ ԱՄՆ-ում էլի դե General Electric-ը, որ ամենամեծերից է, ասենք ինքը մասնավորի է, մասնավոր կազմակերպություն է, բայց ինքը ասենք նենց չէ էլի, որ այդպես մի հոգի է Իրանն է, ասենք ինքը մեծ բաժնետիրական ընկերություն է, ով ասես, հետո իր կառավարման թափանցիկության հարցը կա, հետո ասենք հաստատ չի կարող օրինակ այդպես մեծ կորպորացիան Ամերիկայում լինի Չինաստանի քաղաքացու, ասենք ձեռից կվեկալեն։ Հիմա նույնն է Հայաստանում շատ բարդ է, ասենք ինչքան է մենք ասենք մասնավորի հարցը, բայց այդ սենյակի փիղը, կոպիտ ասած այդ ռուսական հարցը էլի միշտ պետքա տաս, արդյոք դու ուզում ես այդքան առանցնել, որ այդքան բանը տված է, էլի, այդ մի բանն է դու 10 տեղ։ Իմ պատկերացմամբ այդ խնդրեմ է, դրա համար հիմա
Սամվել Կարապետյանին ինքը համարում ենք մենք Ռուսաստանում տենց անկախ բիզնեսմեն։ Ասենք Ռուսաստանում կա անկախ բիզնես։ Ես ուղղակի մի հատ վախ ունեմ, այլ վախ չէ, տենց բան, ասես մտածմունք ունեմ, որ մեկ էլ չստացվելի որ Նարեկ Նալբանդյանը գնում է այցը, որովհետեւ շարունակի կա, ասես որ շարունակի ճիշտ է, ավելի մեծ բանի մասին ենք խոսում, բայց ես հավատացած եմ, որ որևէ բանկ նրան կֆինանսավորի։ Այդ բանը կենտրոնական բանկը վերաֆինանսավորումա տոկոսադրի 20%, բանկը կտա, բայց ինչի ֆաստ բանկը, հայ էկոնոմ բանկում ենք այնտեղ միշտ ֆինանսավորում։ Դե հայ էկոնոմով ֆաստ բանկով կծվեն, բայց որպես ես մասը ավելի հստակեցնենք, էլի, այն բացի վտանգը, որ հեծի կառավարումը պետությանը հանձնելը եւ պետությունը վատ կառավարիչ է սովորաբար նման դեպքերում, բացի դրանից ունենք նաեւ միջազգային ներդրողների տեսանկյունից եւ բիզնես տեսանկյունից առհասարակ կապիտալիստական ընկալումներից բավականին լուրջ վտանգներ ունենք, որ դրսի ներդրողը տեսնել որ այստեղ բացարձակ մասնավորի այսպես շահը սպասարկվող չի, պաշտպանված չի եւ դա իսկապես իր մեջ վտանգ պարունակելու է։ Նայած որ ներդրող է, ես այդ մի քիչ վերապահումներով եմ այդ հարցին մտածում, ինձ չի թվում որ Դրանց եվրոպացի ներդրողը չգիտեմ կա թե չէ, մեծ մասը ռուսական ներդրումներ է, հա, քիչ է, բայց ինչ չի թվում արևմուտքի ներդրողը, իրանց շատ հեշտ է ասել, որ գիտեք ինչ կա այս բաներ համոզվեն էլի ռուսականներ Պուտինի մոտիկիններ վեկալանք ձեռից, ինչ չի թվում ընդեի ներդրողը, տենց չգիտեմ մի քիչ վերապահումներ մեր ներդրումները պետք է հաշվի որ մեծ մասը հենց Ռուսաստանից է, դա հա պրոբլեմ է, ընդային մյուս ներդրողը արդեն կարա մտածի, որ ասենք երրորդ րոպեին ոնց որ Զանգեզուր արին, ոնց որ ասենք այս հեծն են անում, հələ չնայած թող հեծը անեն, ես կարող գցեն ոտներին, էլի։ Հասկացում եմ։ Բայց այսինքն դա շատ խառը հարց է։ Դե այս ազգայնացման թեման ուղղակի շատ իմպուլսիվ է միշտ ինքը բերում առաջ, եթե կհիշեք 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ին եւս նման գրառում էր արել։ Գույքը ազգայնացնել, հա, ասենք չգիտեմ, ինքը մնում է տարին մի անգամ ուղղակի այդ գրառումը շեյր անի ու այտենց նոր թեմա չզարգացնի, այսինքն ակնհայտ է այդ ժամանակ ինքը իրան համարել է ֆորպոստի ղեկավար, հիմա չի համարում։ Հա, այդ ֆորպոստի թեման ինքը իստվա շուշուտ է իրան ինչ-որ բան համարում, հետո չի համարում, որ ասենք տես նստենք մի հատ ուսումնասիրություն անենք, թե ինչ է մի բան ասա, հետո հակառակն է ասա, իսկ կարելի է տենց մի 3 ժամանոց մի հատ բան անել։ Իրական գայթակղությունը մեծ է, որ այդ ամեն ինչին վերաբերվենք տենց անլուրջ, բայց իրականում փաստորեն այդ իր հետևողական քաղաքականությունն է ու դրան պետք է շատ ավելի լուրջ վերաբերվել, թե ինչի է ինքը ժամանակ առ ժամանակ հակասական հայտարարություններ անում։ Ու հա, այս ֆորպոստի թեման ինձ թվում է կարող ասենք միանգամից հենց իր ելույթին, որովհետև հա, ազգային ժողովի եզրափակիչ ելույթին, որտեղ որ ինքը նշեց, որ մինչև 2022 թվականի թե 22-ի հոկտեմբերի 6-ը ինքը եղել է ֆորպոստի վարչապետ, իսկ բանից նու միջև ասում 21-ի ընտրությունները լավ կարևոր բան էին, ոնց որ բայց 22 թվականի հոկտեմբերի 5-ին ֆիքսվեց ոնց որ արձանագրվեց իր ասած բառերից։ Այլ այլևս ֆորպոստի վարչապետը չի, այլ Հայաստանի վարչապետն է։ Դրան զուգահեռ կարելի է նաև այս արտահայտությանը բանանել անդրադառնալ, որ օրինակ մենք ոչ թե կորսել ենք Ղարաբաղը, այլ ձեռք ենք բերել պետություն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը, հա։ Ես այս վերջին ուղղակի վաղն հնարավոր է, էլի վաղն էլ մեզ կարողանա համոզի, որ այ հիմա էլ մենք ոչ թե Հայաստանի Հանրապետություն ենք գտել, այլ մի հատ նոր որակի պետություն ենք ստեղծում, անընդհատ ինչ որ sense նյութենական է։ Չգիտեմ, հա, ինչու՞ օրինակ հետաքրքիր կլինի, եթե օրինակ դա ինչ որ թեմա լինի։ Իսկ այս լոգիկայով կարաս ցանկացած բան, ասենք հիմնավոր է, օրինակ բանով անզգուշաբար ընկնես ոտը ջարդես, ասենք ոտ չունենաս, ասես հա բան ճիշտ է, այս կոտրվածքը ինչ չի սպանել, բայց դարձել է ավելի ուժեղ, ես հիմա ասենք ավելի ուշադիր եմ, էլ տես չի լինի։ Այդ մտածելակերպով կարաս ամեն ինչը կոպիտ ասած տեղավորցնես ու այստեղ հիմնական խնդիրը այս ասացի այս իր արտահայտության հետ նա է, որ ի սկզբանե ինքը երբ որ թեկուզ իր ձևակերպամբ եղել է ֆորպոստի վարչապետ, մենք ժամանակին ունեցել ենք առաջին նախագահի մասնախոսքը, ինքը իսկա ենթադրենք, եթե դա էր ֆորպոստ, լինելով ֆորպոստի, հա, ֆորպոստի հիմնադիր, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացել է, որ Ղարաբաղյան հարցի դիրքավորվածությունն այնպես պետքա լինի, որ դու պետքա խոսակցություն սկսես փոխզիջումներից։
ու այս փողզիջումներից դեսա ոչ մեկի կողմից չի ընդունվել, բոլորը սրան դեմ են եղել, ու այդ դեմ լինելով հանդերձ այս իրավիճակը 20 տարուց ավել հնարավոր է եղել պահել։ Հիմա եթե մենք խոսակցության ռակուրսը փոխենք, ասենք, եթե օրինակ էլի Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանության գալով, լինելով էլի ֆորպոստի վարչապետ, ինքը խոսակցություն սկսեր փոխզիջումային տարբերակից, ունենալով այդքան բարձր լեգիտիմություն 80%-ից ավել, ունենալով, ասենք, արևմուտքի ավելի դրական վերաբերմունքը պայմանավորված այդ հեղափոխական գործընթացներով, ունենալով, ասենք, բանով մեծ հանրային աջակցություն, որ իրան դժվար, ասենք, ինքը այդ որ ասում են կասային դավաճան 21-ին ասում են, բայց ընտրվավ։ Արդյոք ինքը եթե 18-ից այդ մտքին լիներ, սկսեր զիջումների դիրքից, մենք այս իրավիճակն էինք ունենալու ու բանով, մինչև Արցախը չկորցնենք, պետություն չէինք ունենալու։ Ես դրա համար դրա հետ համաձայն չեմ։ Այդ հայտարարության հետ կապված իմ հիմնական խնդրեմը որն է, նա ինքը հայտարարում է, որ մինչև 22 թվականը փաստորեն եղել է ֆորպոստի ղեկավար, սա ինչի է պրոբլեմատիկ ու որտեղ մեր հայրենի ընդդիմության հիմնական խնդրեմը էլի հայրենի ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է հիմնականում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համագործակցելու մեջ եւ այդ շահերը սպասարկելու մեջ, բայց այս պահից սկսած հայրենի ընդդիմությունը օրինակ ունի շատ լավ լակմուս է սա հասկանալու ընդդիմության իրական նպատակները։ Երբ որ մարդը հայտարարում է, որ ինքը եղել է ֆորպոստի վարչապետ, սա ոչ այլ ինչ է, որ հայտարարես, որ ինքը սպասարկել է, ինքը անկեղծ հայտարարում է, որ ինքը փաստորեն սպասարկել է, առնվազն իմացել է, որ ինքը սպասարկում է ռուսական շահը։ Այսինքն ֆորպոստում վարչապետ լինելը դա նշանակում է Կրեմլի կողմից, նշանակ արդեն Շանթ Հարությունյանի լեքսիկոնն այդպես ձևավորվում է։ Բայց այս այդ տարբերակ չի թողնում։ Եթե նշանակված է, չէ, կոնսենսուս է, այսինքն կոնսենսուս է եղել, որ ինքը Կրեմլի կողմից կոնսենսուս է եղել, որ ինքը ստեղ դառնա վարչապետ։ Հիմա ընդդիմությունը օրինակ ինչի չի մեղադրում Փաշինյանին ռուսական շահը սպասարկելու մեջ։ Որտեղ իրենք ուզում են սպասարկեն ռուսական շահը։ Ոչ իրենք ուզում են ռուսական շահը սպասարկեն, դրա համար իրան Նիկոլին ասել թուրք-ադրբեջանական շահը սպասարկեն։ Հա, ելակետն են, որ Հայաստանի շահից բացի այլ պետության շահ սպասարկելը պետական դավաճանություն է, ռուսական շահ սպասարկելը եւս հանդիսանում է պետական դավաճանություն։ Ես ճիշտ եմ հասկանում, թե չէ։ Մարդկանց ընկալման մեջ այդ ընդդիմության Ռուսաստանը, Հայաստանի հետ, հայ ժողովրդի հետ ինչ որ սերտ աճած այդ նույն բանն է։ Այսինքն դրա համար իրանք այդ դավաճանություն չեն համարում։ Հա, որովհետև եղբայրական պետություն։ Իրանք անկեղծորեն չեն համարում, էլի դավաճան։ Ու դրա համար այդ 18-ից 20 թվականի հատկապես այդ հատվածում է, որ այդ նույն ընդդիմությունը, որ օրինակ հիմա չի օգտվում առիթից, այն ժամանակ ինչու էր մեղադրում Նիկոլին, որ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ղարաբաղը եկել է ծախել։ Այս երկու թեզերը, որ իրանք շրջանառում էին ու այս ֆորպոստի թեմայի վերաբերյալ որևէ կարծիք չեն ասում։ Այդ մի բան է նշանակում, որ այս ընդհանուր քաղաքական դաշտը մեծ մասը, մի 85% քաղաքական դաշտի կառավարվում է կամ կանխատեսելի է ռուսական բանի տեսանկյունից, շահի տեսանկյունից։ Ընդ որում այդ ֆորպոստի մասին հայտարարության մեջ տեսայի շատ կարևոր նյուանս կա։ Ռուսաստանին ինքը չի մեղադրում, ինքը լայնացնում է ֆորպոստը։ Ասպանես չի մենք մի պետության համար ենք ֆորպոստը։ Հա, ընդ որում Ռուսաստանի անունը չի տալիս, բայց չի էլ մեղադրում հասցեական, թե որ Հայաստանը ֆորպոստացրել են։ Ինքն ասում մենք ենք։ Նայ, ասա ֆորպոստացրել են հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից։ Խառը դեպուս մեկ ես մի քիչ թարգմանեմ, էլի։ Չէ, բայց ասեմ ինչ նկատի ունի։ Ինքը ուզում է ասի Ռուսաստանի ֆորպոստն են եղել, բայց դրանում նաև շահագրգռված են եղել թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե լիքը երկրները։ Ռուսները այսպես երաշխիք տալիս է, ասում է հանկարծ ինձանից բան չլինի, ես ձեզ չեմ մեղադրում, որ մենք ձեր ֆորպոստն ենք եղել։ Օրինակ Ռուսաստանից որևէ արձագանք չեղավ այդ իր հայտարարության։ Օրինակ ժամանակին եղել է, որ ինքը օրինակ ասի երկու երկրից մասնակցել են Հայաստանի դեմ սանձա ու պատասխանը եղել է, որտեվ պարզ է այդ երկու երկիրը հաստատ ասենք բանը չէ, էլի Ֆրանսիան ու Իտալիան չեն, ասենք։ Ուղղակի ես ուզում եմ այս հարցը նա դիտարկենք ուրիշ տեսանկյունից, որևէ այսպես ավելի զարգացած երկրում, եթե վարչապետը նման հայտարարություն աներ, որ իր վարչապետության ընթացքում երկիրը որևէ ժամանակ, ասենք 2 տարի կամ 4 տարի եղել է մեկ այլ պետության բան։ Ես ասեմ, այս թվում է անլուրջ խոսույթի բան խնդիրն է, որովհետև այս թեմատիկով, այս խոսույթով, այս բառերով Փաշինյանը այնքան տարբեր բաներ է ասել,
թեկուզ նույն թեմայով նույն բանն ասել։ Ուղղակի այնքան լրջացրել է, որ հիմա մարդիկ չգիտեն, ինքը որ հիմա ամբիոնից խոսում է, էդի տես լուրջ բան է, թե տես ներքաղաքական թեմա է, ուզում է այս նախկիններին էլի այլանդանքի, լավ դե ճիշտ արը ոչինչ։ Բայց որ ասենք ինքը լուրջ միշտ տպավորություն թողներ, ասենք օրինակ գար հեցի թեմա, էներգետիկ անկախության, որով մի հատ 5 րոպեանոց ելույթ ունեն, ասենց ոգեղեն, ասենք ասել էլի Հայաստանի համար ինչու է կարևոր ունենալ անկախ էներգետիկ ոլորտի կառավարում։ Հաջորդ տարին գար օրինակ խոսար բան ԱԱԾ-ի բարեփոխումներից մարդիկ ասեն հա դες քայլ առ քայլ, բայց մի օր գալիս է ու տենց ներքաղաքական խոսույթի լեզվով է էլի խոսում։ Լուրջ չի ընդունվում։ Ղարաբաղի ֆրազի հետ կապված այդ որ օրինակ երբ որ իրանց ընդդիմությունը ժամանակին մեղադրում էր որ դուք Ալմատիով ճանաչեցիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով արդեն ճանաչեցիք Լեռնային բանը Արցախը Ադրբեջանի կազմում, ինքը ասում էր 91 թվին այդ ճանաչած ա եղել, 91 թվին արդեն մի 6-րդ թիվ են ասում։ Հա, 91 թվին արդեն դուք ճանաչել եք այդ, բայց հիմա այս հայտարարության մեջ ինքը ավելի առաջ փաստացի արդեն ինքը ընդունում է այդ ընդդիմության ասածը, որ ինքը այդ ճանաչելա 2022-ի հոկտեմբերի 6-ին։ Այսինքն հիշես ինքը մի 3 թիվ նախ ինքն է ասում, մի թիվ Վահագն Խաչատուրյանն է ասում, մեկ այլ թիվ ասում է Ալեն Սիմոնյանը, այդ տեսանյութը շատ հայտնի է կայելի, որ շատ ուզեմ այս ընթացքում գտնել ասում, ասում մի թիվը դուք ասեք։ Օրինակ մի բան, օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ու ֆրակցիան հայտարարում էր, որ 2010-ի վարչատարածքային բաժանման մասին օրենքով արդեն տվել էիք։ Վահագն Խաչատուրյանն ասում է մենք 91 թվականի Ալմատի հռչակագրով դա արդեն ճանաչել ենք։ Ալեն Սիմոնյանն ասում է ասում ԱՊՀ որ մտել են իրանք էլ կան այդ արդեն ճանաչել է սերճը այն ինչով ասես ճանաչել է բայց հիմա ինքը այս ելույթի տարբերությունն է որ ինքը ընդունում է որ վերջը չէ ախպեր այդ ինչը որ ասել են կատակ ենք անում հիմա մենք ենք ճանաչել ու այդ ճանաչելով գտել ենք Հայաստանի Հանրապետությունը այլի որովհետև հիմա ոնց էր թեզը այն էր որ ի սկզբանե տենց այդ բանը եղել է էլի ճանաչած է եղել տենց եկել է որ տենց խոսակցություն կա չէ թեկուզ կենցաղային լեզու ասում են դե տենց եղել է տենց Հիմա բայց ինքը ինչ է ասում, հիմա էլ ուրիշ բան ասում, սա հետևողական քաղաքականություն է եղել, որովհետև կամ էլ ասում է իրադարձությունները նենց են դասավորվել, որ վերջին մեղն էլ ես եմ խփել ու դրա շնորհիվ вообще անկախ ենք դառել։ Իր ասածը ոնց որ էդ է գալի, որ օբյեկտիվ իրադարձությունների իր անձամբ ներգրավվածության ու մի քիչ հետևողականության շնորհիվ մենք անկախ ենք դարձել։ Ու դա եղել է Իսկ ինքը ուղղակի ամեն անգամ մի բան ասել, ուղղակի հասկացել է, որ մարսում է, հիմա ինքը վերջնական այն է անցալը, որ հա, եթե ես ամենաչոր ձևով ես հարցը դնում եմ, մեկը արդեն մարսել եմ, տարբեր թվեր ենք ասել, բան, ժողովուրդը կերել է կոպիտ ասած, հիմա արդեն մենք վերջնական բան ոնց որ ազատություն թեման փակել։ Առնվազն ես հիշում եմ ազատություն ռադիոկայանը, եւ ասած տեսանյութ եմ հիշում, որ տարբեր թեմաներով ցույց հատվել թե Փաշյանը, ասենք 3 տարբեր ժամանակաշրջաններ ոնց է տարբեր կարծիք արտահայտել ու որևէ տենց հասարակական հիշողություն մեծ տենց որ զանգվածային ձևավորվել է չէ ու դրա վրա հույս էլ պետք չի դնել հայտարարությունը ինչով է էլի առանցքային ու ինչով է այսպես ասած շրջադարձային այն իմաստով որ եթե միջև այս պահը մենք փորձում էինք հանրությանը ցույց տալ եւ տարբեր շրջանակներ փորձում էին ցույց տալ, որ իրականում ինքը Կրեմլի հետ սինխրոն աշխատում է եւ դրան մենք որպես փաստարկներ բերում էինք, օրինակ տնտեսական կապերը ինչքան է խորանում իր կառավարման օրոք եւ այլ հանգամանքներ, այստեղ շատ ուղիղ քաղաքական ինքը ցուցիչ ունենք այլևս, որ ինքը պարզ եւ անկեղծորեն հայտարարում է, որ 2018 թվականին տեղի ունեցող գործընթացները ոչ այլ ինչ էին, քան ֆորպոստում տեղի ունեցող գործընթացներ եւ հետեւաբար ֆորպոստում տեղի ունեցող գործընթացները կենտրոնի հետ համաձայնեցված էին։ Ինքը էլի եմ ասում, Ռուսաստանի անունը չի տալիս, բայց միայն այսպես միամիտը կարող է չհասկանալ, թե ում նկատի ունի, երբ որ ինքը ասում է մենք ֆորպոստ ենք, մենք հաստատ էր եւ վստահաբար ասենք, չգիտեմ, Վաշինգտոնի ֆորպոստը չենք եղել, էլի այստեղ։ Հետո ստեղ մի կարևոր բան էլ կա, հարաբերություն չենք ունեցել, կապ չի եղել, թուրքատիացան էլ էս անհնար է։ Այսինքն ինքը այս հայտարարությամբ արդեն ԵՄ-ի ֆորպոստն ենք, հա։ Այս հայտարարությամբ արդեն ինքը ուղիղ ցույց է տալիս, որ Կրեմլի հետ սինխրոն աշխատել եւ աշխատում է։ Նաեւ այս մի հատ պահ կա, սկսած 2018 թվականից, եթե կհիշեք, այդ հենց հեղափոխության առաջին օրերից ինչ որ օրակարգային հարցեր կային, բարեփոխումների, դեպի ինչ որ դրական, սենց ինչ որ օրակարգային տարբեր հարցեր կային, տարբեր լուստրացիա, այս մեկը լիքը։
Բայց իրա գալով այդ նույն ֆորպոստի բառը ինքը թեման փոխեց։ Ինքը արդիական սարքեց, ինքը բերեց Քոչարյանին, վերակենտրոնացրեց Սերժ Սարգսյանին, ասենք միակ երկիրն աշխարհում, որ հեղափոխություն ալում նախքին բանը իշխող ուժը, ասենք չի դատվում, էլ ղեկավարը, բայց Սերժ Սարգսյանն, այսինքն այս բան չի լինում, եթե ժողովուրդը հեղափոխություն ալում իրական։ Այդ հեղափոխություն չի։ Այդ ու ինքը սկսեց թեման փոխել ու այսինքն էլ մի քանի հոգ այս քաղաքասարակությունից մի քանի այտենց խմբեր կային, որ պահանջում էին ինչ-որ հա բարեփոխումներ, բայց քաղաքական անցյալին գնահատական լյուստրացիա, անցումային, ինչ ասես, իրականում եղել է նորմալ թեմա է, բայց ինքը թեման փոխեց, առաջնահերթությունը սարքեց Ռոբերտ Քոչարյանին, նախկիններին, Թալանի վերադարձ, այսինքն անչափելի, անհասկանալի, ինչ որ անտրամաբանական բաներ ու դրա համար բթացավ հասարակության այդ արձագանքելը բան։ Հիմա մարդ կանգնում ասում ես ֆորպոստի վարչապետ եմ էլի, ասենք բացի ինչ որ ստատուս գրել է 2-3 հոգի, process տեղի չի, դա աբսուրդ է։ Հետո այստեղ մի հատ հետաքրքիր բան է, կա ես շատերի մոտ այդ արձագանքը տեսա, բայց մի մասն էլ չէր արձագանքել, եթե նշանակում է 18-ից ինքը իրան արդեն ինքը իմացել է, այլ նեշ ինքը տենց դեբիլ է եղել։ Միամից հետո հունիսին ասում ես իմացել եմ։ Հունիսին ես իմացել եմ, բայց ինձ համար ինչն էր հետաքրքրական ու այդ հարցը տենց տարբեր շրջանակներում քննարկվել է 18 թվականի իրադարձությունների առանցքում ինքը իմացել է թե չէ, որովհետև այս ինքը հունիսը իզուր չի ասում հունիս, ինքը չի ասում ապրիլի 27, օրինակ ապրիլի 27-ի մի հատ ելույթ էի գտել ես Գյումրիում ինքը բան անում, հայտարարություն անում, որ մենք որևէ աշխարհաքաղաքական վեկտոր չենք փոխելու, հապկից դուրս չենք գալու եւ այլն, ոչ թե ռուսների դեմ, Ռուսաստանի դեմ, այլ ավելի լավ հարաբերություններ ունենալու մասին է այս հետաքրքիրն ինչ է, որ այդ օրակարգի մասին որ Գարիկը ասում է, այդ եղել է մինչեւ ապրիլի 23-ը, երբ որ արդեն Սերժ Սարգսյանը հեռացավ, նարատիվը փոխվում է ու ես խեմ միշտ այս 18 թվականի իրադարձության մասին այս բաղով ասում որ ես այդ ծայրահեղ ընկալումների կողմնակի չեմ որ մարդիկ ասում են սա թուրք-ադրբեջանական կողմնա նախաձեռնը մեկ ասում են ռուսներն են արել եւ այլն ես մի քիչ ուրիշ ձև էի միշտ մեկնաբան ասում էի առնվազն միջև ամսի 23 ասիկ երբ որ իրականում տենց լուրջ տենց պայքար է գնում հա Սերժի հրաժարականը միջև այդ փուլ առնվազն եղել է ազնիվ տենց նորմալ պայքար է եղել նարատիվների իմաստով էլ բեմից հնչել է ասենք սոցիալական արդարության վերաբերյալ ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ես հիմնավորեմ որ ազնիվ չի եղել հեսակ ասեմ հա չէ ինչ տեսանկյունից որ ես այդտեղ չեմ տեսել որևէ տարածաշրջանային երկրի կամ աշխարհական կենտրոնի հետք սենց ասեմ բայց ապրիլի 23-ից հետո նարատիվների փոփոխությունը շատ հստակ էր ասենք Նիկոլ Փաշինյանը ով էր ստիպել խոսա արտաքին ասենք երևում էր որ կուլիսներում ինչ-որ մի բան խոսվում է ու այդ բանը հրապարակային դրսևորումները այդ հայտարարության մակարդակում սկսում է փոխվել է օրինակ ապրիլի 27-ին ինքը առաջին անգամ խոսում է որ մենք բանը վեկտոր չենք փոխելու ռուսները վատ են լավ են լինելու հետո այնտեղ մի հատ հայտարարություն էլ կա երբ որ Կարեն Կարապետյանի թեման կար չէ որ ասում են Կարեն Կարապետյանն է լինելու վարչապետ ու մեկը մարդիկ ասում էին բանը գազի գազտուր հա այդպես ինչ-որ տարբեր արտահայտություններ բան մեկ էլ Ղարաբաղի թեմաներին ասում էր, եթե Կարեն Կարապետյանը ինձ հետ չի գալի բանակցելու, այնտեղ մի հատ դրվագ կա, որ էլի Կարեն Կարապետյանը կանչում է բանակցությունը չի գնում, ասում է, թե ինքը չի գալի ինձ հետ բանակցի, Ղարաբաղյան հարցում ոնց է բանակցի։ Այսինքն ինձ չի թվում էլի այդ պատահական բան է ինքը ասում։ Ինքը զուտ այդ ես տենց եմ պատկերացնում, որ առնվազն ապրիլի 27-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանը այդ կուլիսային խոսակցություն առնվազն այդ ֆորպոստի թեման եղել է, այն ժամանակ ինքը եղել է։ Մեկնաբանել էլի, բայց Նիկոլ Փաշինյանը հենց տենց է չի ուզել, որ ամեն ինչ մնա նույնը, ինքը զուտ իշխանություն ունենա։ Դա առնվազն հիմա փաստացի իր բերանով այդ հնչում է։ Իր ուզածը ո՞րն է եղել հեղափոխությունից Նիկոլ Փաշինյանի։ Առնվազն մենք հիմա կարող ենք տոնդենք։ Հա, կարող ենք, սոցիալական պոպուլիզմ է եղել իր սաղ ելույթները, ես ինչքան հիշում եմ, որ թալանում են, բան, անարդար է Ինչ է բայց այնտեղ ինքը անդիմադի ժամանակ հիշում ես նաև ինչքան էր խոսում Ռուսաստանի դեմ ՀԱՊԿ սարքել են Բրյուսլի ու նաև այդ կապը 17 թվականից հետո մի տարի անդամեն անց այդ ՀԱՊԿ-ի վերաբերյալ ասում է Բրյուսլին դա մի տարի էր բայց ինքը ասենք մի տարի հետո ուզում ասի ես արդեն վարչապետի տեխնացիա մի քիչ լուրջ եմ մոտենում ինքը նաև հանրության են տրամադրություններն էլ էր իր կողմը գրավել որոնք դժգոհ էին Ռուսաստանի քաղաքականությունից Հայաստանում ինքը ինձ թվում է հակառուս դարավ այդ ոչ բան էլի հանրային առումով հակառուս դարավ հա այն ժամանակ երբ որ տեսա որ հասարակության մեջ
կա Ռուսաստանի նկատմամբ բացական վերաբերմունք։ Հիմա այդ ընտրազանգվածին մեկը տերպտի լինի թե չէ, բայց Եվրադաշինքը ինչի այդ ժամանակ ստեղծվեց։ 2013-ին բա ասենք այդ, այսինքն ինքը հենց հիմա ինքը մի քիչ բան է, էլի պոպուլիստ է, ասենք հասարակությունը հենց հիմա, ասենք սկսի բան հավատալ մակարոններին, հա, որ իբր ասենք այդպես հավատացյալ է, ահա որ այդպես իտալական մակարոնի է հավատում, ինքը կսկսի այդ մակարոնի համար սաղմոսներ ձոնել իր Facebook-ում, որ ասենք այդ մարդկանց ձեները հավաքի։ Ես մի քիչ ավելի տենց եմ անկալում։ Ես դա էլի ասում եմ նախորդ էպիզոդում ասում եմ Հայաստանում եթե հանրության շրջանում Կամբոջան համարվի, բան, տենց մեր բնական դաշնակիցներից մեկը, հաստատ հավատացած եմ Նիկոլ Փաշինյանը լինելու է Կամբոջայա մետ խոսքի, ասել է Կամբոջան մեր երկրի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունից է։ Բայց նաև ինձ թվում է նաև կապված է այդ ռուս-ուկրաինականից հետո, էլի օրինակ 21 թվականին ինքը զինված ուժերի բարեփոխումներ էր անում ռուսների միջոցով, այդ ռուսները գցին, այսինքն ինքը 20 թվին գիտեր որ ֆորպոստում է, ինքը ֆորպոստի ղեկավար 21 թվին ֆորպոստի կարգավիճակով զինված ուժերի բարեփոխումներ անում որպես տենց մետրոպոլիայից եկող հրահանգներով ու 22-23 թվին նոր փոխել է նարատիվը, որովհետև այդ ռուս-ուկրաինականից իբր ինքը տես դիրքավորվում էր, չեզոքություններ պահում, պլյուս հանրության տրամադրություններն էր հաշվի առնում։ Ուղղակի մենք այստեղ որ խոսում ենք, որ Հայաստանում քաղաքական պայքարը միշտ ընթացել է այն մասին ա եղել, թե ով ավելի հավատարիմ կլինի կամ ով ավելի լավ բան կառաջարկի Ռուսաստանին, այս համատեքստում ես ինչի օրինակ չեմ հավատում, որ այլևս չեմ հավատում թեև այն ժամանակ էլ այդքան չի հավատում, որ յամողումները ազնիվ է կամ հակառուսական է, որովհետև օրինակ որ պատասխանում ենք այն հարցին արդյոք ֆորպոստում հնարավոր է հեղափոխություն ու բերում ենք մի քանի փաստարկներ, դրա որպես հիմնավորում նաև ես ուզում եմ մեջբերեմ մի հատ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ինքը մի հատ ելույթ ունի, որտեղ սենց պնդում է անում, ասում է շատերը համոզված են եւ ճիշտ են համոզված, որ 2008 թվականի մարտի 1-ի սպանությունները կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո, սա ճիշտ գնահատական է պայմանով, եթե իշխանափոխություն ասելով նկատի ունենք իշխանափոխություն եւ ոչ թե իշխանության տրանսֆորմացիա կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա։ Ես հիմա չեմ խոսում, որովհետեւ ես հիմա եմ նաեւ հասկանում, որ սա ոչ ավելի շատ մարտի 1-ի մասին խոսակցություն է, այլ ավելի շատ իշխանության տրանսֆորմացիա եւ կուլիսային պայմանավորվածությունների մասին է։ Այսինքն եթե ինքը հիմա իթիվս այլ բարեփոխումների չի գնում այդ բարեփոխումներին, որոնց մասին ինքը խոսել է, չի անում օրինակ մարտի 1-ի բացահայտում կամ հոկտեմբերի, մենք հասկանում ենք, որ այս բոլոր հայտարարությունները միտված են եղել այդ հանրության այսպես էմոցիաները բավարարելու կամ դրանց արձագանքելուն եւ շատ լավ էլ նպաստել են կուլիսային պայմանավորվածություններին գնալուն եւ այդ տրանսֆորմացիան իշխանության ապահովելուն։ Նկարահանման վաղ մի հատ ես բան տեսա, որ նոր է գծվել Սամվել Կարապետյանի եղբոր որդու կողմից, նամակա Սամվել Կարապետյանի ու մաս 1 է գրված։ Այսինքն չգիտենք հիմա հա եթե մենք այս էպիզոդը գցենք ինչ է էլի գրվելու, եթե լայվ լիներ կամ ինչ որ բան տեղում ինչ որ մեկնաբանություն կտայինք, հետո ինչ որ մի բան է կմեկնաբանենք, բայց այն ինչ որ հիմա ոնց որ հայտնի է, պետք է բան անենք։ Սա հայտնի բան է պայքարելու ենք։ Այս ամենակարևոր բանը է դա, այստեղ հա մի հատ կարդանք, բայց sense բառացի չկարդանք, ինքը հիմնականում ասում է, որ իր կյանքում տենց ամենահետաքրքիր օրից մեկն է եղել, որ իրան տարել են այդ մարդկանց բազմությունը, դատախազի ոչ կողմնակալ կամ անկողմնակալ ցուցադրական, հա, վարքագիծը, բայց այդտեղ մի հատ կարևոր բանի եմ ուզում բան անենք, երկու նախադասություն կա, որը այս առումով հետաքրքրական է, ասում է, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, վերջակետ, պայքարելու ենք, վերջակետ։ Այս ճիշտն ասած, ես մի փոքր համադրում եմ երեկվա իր փաստաբանի բանի հայտարարության հետ, որ Սամվել Կարապետյանը նկատի ուներ, որ եկեղեցու պետությունը պետք է համերաշխություն հաստատեն, ու շատերը շտապեցին գնահատական տան, դե վсё, Սամվել Կարապետյանը զատնի է դրել, հեսա կասի ես քաղաքական հարցի հետ կապ չունեմ եւ այլն։ Հիմա այս տեքստը ինձ մի փոքր ուրիշ բան է, դեռևս տենց բանանում, տենց իմ մոտ ուրիշ ընկալում է, էլի ձևավորում այս տեքստի առումով, որ առնվազն սա նշանակում է, եթե մարդը բանան ուղերձ է տալիս, որ շուտով դատարանները անկախ են լինելու, ինքը պայքարելու է դրա համար, դրա ճանապարհը մեկն է փոխվելու, էլի։ Դրա ճանապարհը մեկն է, որ իշխանությունն է փոխվելու, եւ ինքը որ ասում է պայքարելու ենք, նշանակում է այդ իշխանությունների փոփոխության հարցում իր դերը լինելու է։ Հա, ուստի բացի այդ ինձ թվում է նաև տես ինքը շատ շեշտում ասում է իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը
իբր զարմանքով տեղ-տեղ ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի ուսանանք փաստարկներ դրանով փորձելով դրսևորել Ստե ինքը նաև բանով, որ անդրադառնում է այդ իրավապահ համակարգի ու դատական համակարգի բանով աշխատակիցները ասում հուզված են եղել, բան են եղել, մյուսն են եղել։ Այսինքն հա նաև երևի տեղից է բան տեսե, ազդակ տեսե, ասում փաստորեն նենց չի, տենց սրանք ահավոր տենց Նիկոլի տակ են, ուրեմն կարելի է, ասենք մի քիչ է գաստալ, կարող է կոտրվել իշխանությունը։ Հա, էլի որտեղ դա էլ է տակտիկա, միշտ ցանկացած ընդդիմադիր պայքարի շրջանակներում միշտ մեկը լինում հայտարարում է, որ այս իշխանության գեներալիտետը ստորագրել Միշտ լինում են, որ հայտարարում են, որ իշխանության ներսում բազմաթիվ մարդիկ կան, որ մեզ հետ են, բայց չեն խոսում, որովհետև տեխնոկրատ են։ Ես հիշում եմ դիմադրության շարժման վաղ, օրինակ ամենատենց մեծ սխալներից մեկը էր, որ մեկ-մեկ հայտարարություններ կար, բա ինչքան ոստիկան կա թուրք։ Ասենք դու ոնց կարես այդ հայտարարությունից հետո խաղաղ ճանապարհով Հայաստանում իշխանություն փոխես։ Ասում թողին օրինակ Հիշում ենք ոստիկաններն էր 18 ոստիկաններն դուք մեր բարեկամն եք, դու մեր ընկերն եք։ Միրզոնը հայտարարում էր, ասում էր կառավարության 7 մասնաշենքի մոտ ես տեսա, այս մարդիկ անցնում էին իրենց աջակցությունը ցույց տալիս նախարարության աշխատակիցներին։ Այդ մեթոդը կիրառում, ու սա արդեն ինձ թվում է նույն սցենար։ Ես եթե այսքանից հետո գրողը նույնն է։ Եթե այսքանից հետո ինքը բան չեղավ, տենց ինչ որ ակտիվ քաղաքականության մեջ չմտավ, ես նկատի ունեմ ակտիվ քաղաքականություն ոչ թե ինքը անձամբ, ասենք, ինչ որ ելույթներ ունենալու, շարժումը գլխավորելու եւ այլն, այլ ինչ որ կոնֆիգուրացիայով այս նոր օրակարգ է ստեղծելու, որը ելի է, եթե տենց մենք դիրքավորում ենք իրան Ռուսաստանի sense ինչ որ հիբրիդային պատերազմի գործիք ասենք, թե ռուսամերձ շրջանակների ներկայացում ոնց է ուզում կարան ասեմ, պիտի էլի գան ասեն թուրք օրակարգ ինչո՞, օրինակ ես եթե չեմ սխալվում, հիմա ուղղակի հայտարարություն դժվար գտնեմ, էլի։ Երբ որ խոսում են իր եղբոր տղաներ, թե իր եղբայրներ, իրանք նենց չէ՞ որ sense միջև հիմա ասում են այդվաղ դատարանները անկախ են։ Իրանք ոնց որ ասում են այդ ավանդույթը շարունակվում է։ Հիմա այդ օրակարգը իրանք այդ են էլի ասելու, ասինքն օրինակ հիմա փորձելու Քոչարյանի Սերժի շուտերով մենք երբեք չենք լսել, օրինակ անկախ դատական համակարգ։ Ցրելով ասեն, հա, դե խնդիրներ եղել։ Բայց հիմա իրանք կարան այդ ինչ որ տենց բան ստեղծեն, որ այ առաջին մեր բանը լինելու անկախ դատական համակարգի օրակարգը, ու ինձ թվում է Սամվել Կարապետյանանք այս տենց մի քիչ ուրիշ ձևի օրակարգով են էլի հանդես գալու։ Ակնհայտ է, որ իր շուրջը արդեն կոնսոլիդացիա կա ու այսպես նախապատրաստական աշխատանքներ կան, դրա մասին է վկայում նաև ընդամենը 3 առաջ օրը տեղի ունեցած այդ ձերբակալությունները, որ աջակիցների շրջանակներում եղան ու բանի սրբազան պայքարի աջակիցների մարզերում տեղի ունեցել ձերբակալություններ, որոշ գործիչների նաև հրավիրել են այսպես ոստիկանության բաժիններ, այսպես կարծես թե էլի այդ բնում խեղդելու կամ ինչ որ տրամաբանության Թուրքիայում էր, չէ՞, որ կարող է այդ թեմային ասենք իրականում էլի, եթե Փաշտյանը Թուրքիայում էր, որ այդ ձերբակալությունները եղան, իրականում ես նայեցի չեպազրույցները այդ բանից հետո, որ բաժնի դեմը թե բանը Բագրատ Սրբազանը, թե Իշխան Սաղաթելյանը խոսում էին, Գառնիկ Դանիելյանը։ Գառնիկ Դանիելյանը, ոնց հասկացա իրանք էլ առանձնապես տենց կոնկրետ ինֆորմացիա չունեն, թե դա ինչ է եղել, իրանք կապեցին դե Թուրքիայից հետ, որ ուզում է իր ենթադրյալ թուրքական տես բանով ցույց տա որ բանա, բայց ոստիկանության հայտարարության մեջ է իրանք բեկտաբանել էին սա որպես կանխարգելիչ գործողություն, որ օպերատիվ տվյալներ ունեն, հա, որ պետքա զանգվածային անկարգություններ լինի, բայց թե կոնկրետ ինչ անկարգություն է, ինչ միջադեպի հետ կապված է ու հետաքրքիր է որ նենց մարդկանց են տարել որ չենք ճանաչում էլի այսինքն վերնախավին չենք տարել բան չենք տարել բացատրություն նաև էր որ կատարվել է նաև այսպես բացատրական աշխատանքներ ես տենց մի քիչ տենց པարզ բան եմ նկատել զուտ տենց իրականում եթե շատ ուզեն ամեն օր կարան դաշնակցության անդամներից այնքան ապօրինի տենց զենք ինչ որ տենց շատ լուրջ հակաիրավական բաներ ուղղակի սենց այս պահին արվում որովհետև այս պահին լարված մտնոլորտ է մի հատ սենց ինչ որ բան ստեղծել էլի ֆոն ստեղծել որ ինչ որ շարքերում ուղղակի փորձում մաքրի տեսնելով կմնա էլի ովքեր է տալիս որ ասենք 98 թո դրոյի գործը հետո նոյեմբերի 9-ի գործը դաշնակցության դեպքը հեշտ է դաշնակցությունը միշտ կարող է շարքային անդամներից սպասից իրեքա փակելը դժվար է դա իրավական միշտ վերջում ինչ որ եղանակով հետ են գալի բան
Չէ, հիմա դա ասենք Փաշինյանի կառավարության հիմնական գործիքը որն է, երբ որ ուզում է որևէ մեկ Արթուր Վանեցյանի ասենք Տիկնազորին տենց հոգնեցին արդեն գետնին տալով էլի, ամենադասական մեթոդն է, ապօրինի զենքի մասին այսպես հաղորդում են ստացել ու գնում են հետևից, տանում են բաժին մի 3 ժամ պահում, հետո բաց թողնում, այսինքն մի կողմից մաշացնում են, հետո հանրության շրջանի տպավորություն է ստեղծում, որ սրանք սաղ այսպես հարբեցող բանդիտներ են, սրանց մոտ վեշնի ապօրինի զենք հանում, սրանք վեշնի մարդ են գողնում, տանում։ Սա ինչ-որ քրեական թեմաների մեջ են։ Սա ինչ-որ մեծ բան է։ Եթե քաղաքական էր, ինձ թվում է, օրինակ Բագրատ Սրբազանին թող տանեին։ Ասենք բերման ենթարկվելը ցուցիչ է, ովքեր կմնան, ովքեր չեն մնա։ Օբյեկտիվորեն շատերը չեն ուզում երկրորդ անգամ բերման ենթարկվել ու այսպես հետ են քաշում։ Հա, բնական ինչ-որ բան է, մարդիկի վերջո վախեր ունեն ու դա էլ է նորմալ, որ այսինքն ուզում են դաշնակցության կամավորներին հուշ տանեն։ Դաշնակցության դեպքում մի փոքր դժվար է կամավորներին այսպես հուշ տանել։ Մի փոքր դժվար է, բայց հա մարդիկ կազան պայքարի աջակիցներին ասես։ Որտե մարդիկ կլինեն, որոնք նոր են ներգրավելու այս գործընթացում։ Մարդիկ կլինեն, ովքեր առաջին անգամ են բերման ենթարկվելու։ Եվ բերման ենթարկվելը երկրորդ անգամ կարող է աշխատի, այսինքն կարող է աջակիցների թիվը 100 հոգի օրինակ պայմանական եմ ասում, բերման ենթարկեցին, վաղը դրանցից մնան օրինակ 60 հոգի։ Աշխատում է, աշխատող մեթոդ է այդ, երբ որ Նարեկ Սարգսյանը ոստիկանության խոսնակ է պարզաբանում նայում որ բացատրական աշխատանքներ են տարվել, շատ բան։ Ուղիղ ասում եմ, երկրորդ անգամ չմասնակցել։ Եթե դիմության առաջնորդները 5 իրավապաշտպան նախաձեռնություն սրա մասին չհայտարարեն, ոչ մեկ չէր իմանալու։ Այդ մարդիկ չէին խոսալու, որ իրանց տարել են, որովհետև ասենք երևի դա ինչ-որ ռեգուլյար աշխատանք է, որ հատկապես այդ տեղական կառույցները անվտանգային անում են, ասենք բարձրացել է ամենահեշտ համակարգը նավոդկա են տալի, ասում են սրանք էս ոչ օրինակ ուսանողական պայքարի մեջով անցնենք, մենք էլ գիտենք ոնց է լինում։ Պայքարի լարված փուլը, ոչ թե sense պրոակտիվ sense։ Մենք գիտենք այդ ոնց է լինում, երբ օրինակ տանեցիներին էին զանգում այդ դեպքերում, հիմա էլ էս դեպքում իսկապես դա աշխատում էր, օրինակ որոշ մարդիկ չէին ուզում, օրինակ աղջիկները եւ այլն չէին ուզում ներգրավել այդ process-ում։ Դիսկրիմինացիա, ինչ կա, պայքարը չէ տղաներն են, չէ տղաներն։ Սալը չկա, ասա, հա։ Ուղղակի չէ իշխանությունները գիտեին ոնց էին աշխատում հասարակական վախերի հետ։ Բա ինչի օրինակ հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեցին այն վաղ, երբ որ մի 40,000 մարդ էր դուրսը։ Այդ հարցից իջնելը ավելի գրգռեն։ Որ ավելի գրգռեն, հա։ Կամ ինչի օրինակ ամենահավասարակշռված այտենց այդ ընկալում ունեցող նախագահը լավ ասած դուք մարտի 1-ից 10-եր չեք կաղել։ Հա, դե այդ ֆորպոստը տրամաբանությունն է։ Բայց այդ 2018-ի դեպքերը թողնենք մի ուրիշ ավելի լայն կոնտեքստում իրականում շատ այդ օրերի հետ կապված ասելու ուղղակի ներվ չկա։ Չեն կարող էս բանի թեմայի մեջ չանդրադառնանք այդ 18 թվականի տեղի ունեցող գործընթացներին։ Այդ դաշնակցության ու սրբազան պայքարի ինչ թվում է աջակիցների բերման ենթարկելու մասով ավել բան չկա ասելու։ Թուրքիա։ Մեր առաջնորդը Թուրքիա է։ Թե հետ եկել արդեն պատմական այց է, իսկապես դա պատմական այց էր, որովհետև այսպես պաշտոնական այց պաշտոնական էր, պաշտոնական աշխատանքային այց էր, հա, ամեն դեպքում աշխատանքային այց, եթե չեմ սխալվում, առաջին դեպքի Գյուլն է եկել 2008-ին բա այդ բանը։ Մերոնցից գնացող չի եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը չի գնացել, գնացել է, Թաղմանը գնացել է, այսինքն միջոցառման ոչ թե sense աշխատանքային հանդիպում։ Սա առանձին է, սա իսկապես Հա, ես տարբերություն Որտեւ Նիկոլ Փաշինյանը միջև հիմա նաև երթմնակալությանն էր մասնակցել Էրդողանի, այսինքն այց եղել է, էլի Հայ ինչ-որ ֆորումների շրջանակներում եղել է, բայց եկեք պատասխանենք, այսպես ասած, Հայաստանի քաղաքական կյանքում թևածող հիմնական հարցին։ Փաշինյանը նոր տեր է փնտրում արդյոք։ Ինձ թվում է ավելի շատ զուտ բանն է, այստեղ այս սահմանի հարցն է քննարկվել, ես մտածում եմ, որ դրա մասին է։ Հիմնականում նաև այդ երրորդ երկրների անձնագրերով մարդկանց թույլատրել, որ գնան գան, այդ իրականում ստեղ պայմանավորվածությունը եղել էր, որ դա պետքա լիներ, բայց ոնց որ մինչև այս փուլը չէ իրականացվել, նաև այդ ընթացքում այնտեղ սահմանին հանդիպում եղավ Հայաստանի պաշտոնյաների ու թուրք պաշտոնյաների միջև, ու ինձ թվում է, որ այս բարձր մակարդակի հանդիպումը, որ եղավ որոշակի ինչ-որ առաջընթաց էս առումով արձանագրվելու է, կամ ասենք այդ անձնագրերով կամ ինչ-որ բեռներ կթողեն ուղիղ գնագա։ Իսկ այս երկու
հարցերից որևիցե մեկը քայլ առաջ կլինի։ Իրական քանի որ տեղեկատվության պակաս կա, քննարկումները գնում հիմնականում այսպես էմոցիոնալ դաշտում, բայց ես իրականում այդպես լուրջ էլ չեմ վերաբերվում, ինքը սենց է նստել, նա նենց էր, նա կանգնած էր, նա չգիտեմ, դա ինչ որ էմոցիոնալ դաշտում քննարկումները դա նպատակ հետապնդում էլի, որ ակնհայտ նպատակ հետապնդում, բայց դրան լուրջ վերաբերվել չի կարելի այս պահին։ Անկախ ամեն ինչից, ինչ ելքով կգնա օրինակ այս հանդիպումների բանը, սրանք իրականում շատ դրական բաներ են։ Փաստացի, ասենք, եթե անգամ միայն դիվանագիտական, եթե նույնիսկ գնացքով բեռների այդ բանը բացվի, այսինքն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ինչ որ դրական ինչքան գնա, այդ միայն Հայաստանի Հանրապետության օգուտ է։ Շահերից է։ Միանամենակ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Ճիշտ է, գիտեմ, որ դաշնակցությունը կարող է այդքան էլ չկիսի այս կարծիքը։ Այդ ընդդիմության շերտ ինքը սկզբունքային խնդիր է տենում դրա մեջ։ Հա, բարձ ասում են դե չի մենք դեմ ենք, բայց դե սաղսեն գիտենք, էլի որ իրան կոնկրետ միշտ է սկզբունքային հարց են համարել։ Ուղղակի այստեղ դետալների հարցն է գալիս, դա էլ չես կարելի անընդհատ, հա, մենք բարձ սկզբունքը սենց է, որ սահմանը պետքա բացվի, Հայաստանի հետ կապված ռիսկերը պետք է կառավարվեն, այն մտահոգությունները, որ Հայաստանում առկա են, թե մարդկանց սովորական մարդկանց շրջանում, թե քաղաքական գործիչների, մեր պես մարդկանց սովորական, ովքեր փորձում են վերլուծել տեղեկատվության պակասի պայմաններում, մտահոգությունները շատ կան, բայց այդ մտահոգությունները այն աստիճանի չեն, որ որևէ մեկը պնդի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի վարչապետի, նախագահի, ԱԳՆԽ-ի պաշտոնական այցերը, աշխատանքային այցերը կարևոր չեն, շատ կարևոր են։ Ուղղակի այստեղ նաև պետք է նայել ընդհանուր առմամբ, օրինակ ելովա ուրիշ ձև մտածում այս տարածաշրջանում, օրինակ հիմա բան եղավ, որ վարչապետի այցից մի օր առաջ թե հենց այդ օրը կրակոցներ եղավ Սյունիքի վրա ու ասենք որ նաև այս ադրբեջանցի փորձագետների մեկնաբանությունների հայ-թուրքական հարաբերությունների մասով մի տրամաբանություն է, որ ասենց ուզում են փչացնեն Նիկոլ Փաշինյանը, որ ինքը հավայի դիպա դրանց հետ մի բան, ոչ, այսինքն ամեն կերպ ուզում են խաթարեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, հատկապես այս Իսրայել-Իրան հարաբերությունների սրման պայմաններում Եվս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանն ու Թուրքիան շատ հարցերում մերձավոր արևելքի հետ կապված համընկնում է շատ լիքը համընկնումներ կա իրանց շահերի տեսանկյունից, կարծիքների, երկու կողմն էլ իհարկե դա Թուրքիան մի քիչ ուրիշ է տարածաշրջանում որոշում կայացնող պետություն է, ու հետո էլ Իսրայելը ավելի սրված հարաբերություն, մեր պես չէ, օրինակ ասում ենք Ադրբեջանից զենք են ծախում, մենք իրանց դեմ ենք, իրանք ուժեղ են, մենք իրանց կողմ ենք, սենց չեն իրանք դիրքավոր լուրջ շահեր ունեն, որոնք հակասող են իրար։ Հիմա այս տեսանկյունից, ասենք, հարց կա քննարկելու, այդտեղ կարանք մենք ինչ որ բան ստանանք, ինչ որ մի բան տանք, հաստատ կարանք։ Սենց հարցեր է, որ ասենք պետքա մենակ ուրախ լինել, որ այս խառը վախտերով, հիմա всё-таки ժողովուրդ, այս տարածաշրջանում Թուրքիան լուրջ երկիր է, այս խառը պատերազմի վախտորը մի հատ այց է լինում, ինքը ինչ որ ռիսկ նվազեցնում է, ինչ որ խոսակցություն բացվելու է։ Ես այս տեսանկյունից եմ հիմնականում նայում։ Իրականում մեծ ագայթակղությունը որպեսզի այսպես հակաթուրքականության ֆոնի վրա դիվիդենդներ հավաքել, բայց դա մի բան է, որը ժամանակին արել է Դաշնակցությունը եւ մի բան է, որը ժամանակին նաեւ արել է օրինակ Նիկոլ Փաշինյանը եւ դա մենք տեսել ենք թե ամեն ինչի մեջ եղել է, Տեսել ապրիլյան պատերազմի ժամանակ այդ 800 հեկտարը ինչ էր անում։ Եվ դա մի բան է, որը քաղաքական առումով այսպես քաղաքական տհասության մասին է խոսում եւ անազնվության մասին է խոսում։ Այսինքն եթե դու անդիմադիր ես նաեւ անդիմության դիրքերից պետքա կարողանաս ճիշտ գնահատես իրավիճակը ու հասկանաս, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը անհրաժեշտ է, ինչքան էլ դա քեզանից արժանա, օրինակ պակաս դիվիդենդներ, դրա մասին պետքա խոսել ու պետքա կարևորել։ Ես կարծում եմ միակ այսպես մտահոգությունը այս հանդիպման մասով, որին կարելի է տուրք տալ հանրային տրամադրությունում, դա այն է, որ արդյոք թուրքական գործոնը մեծանալու է այս տարածաշրջանում այս հանդիպումներով եւ արդյոք դա հակադրվելու է Ռուսաստանին թե ոչ։ Այսինքն միակ իրական մտահոգությունը թուրքական գործոնը sense-ից մեծացել է։ Հիմա Հայաստանում թուրքական գործոնը ինչով է չափվում, վաշե գործոն լինելը տարածաշրջանում ինքը դրա մասին եմ խոսում, որ միակ իրական մտահոգությունը, որին պետք է արձագանքել, դա այն է, որ արդյոք թուրքական շահը մենք հակադրելու ենք ռուսական շահին, թե չէ։ Եվ դրա արդյունքում ինչ մեր կարծիքը չեն հարցնելու, եթե իրանք իրար հետ ուժեղ։ Հետո всё-таки նայեք, Թուրքիան է, հələ sense պատկերացնենք, էլի թվերով, օրինակ ես ասում Թուրքիա sense միանգամից թվեր է գալիս մոտս, տարբեր կարևոր ոլորտներ, բանակն է, տնտեսությունն է, իր աշխարհագրական դիրքն է, վերջին տարիներին պրոքսի ուժերի թվականակի աճն է, տարբեր մայրցամաքներ, ասենք sense որ նայում ես լիքը հարցերով, միևնույն ժամանակ նայում ես թե Ադրբեջանը ինչ լուրջ ազդեցություն ունի, Թուրքիան ինչ ազդեցություն ունի
Ադրբեջանում չես կարելի որ ասում են թուրքական գործոնը Հայաստանում ավելանա, այդ մի քիչ բան է, էլի երկկողմ սցենար, ասենք եթե չի ավելանում, կա Ադրբեջան, որ ավելացնում է Թուրքիայում, Թուրքիան է ավելացնում այնտեղ, всё-таки այդ փոխկախվածության հանգամանքը տարածաշրջանում կարևոր բան է։ Հիմա եթե դու ուզում ես հարաբերություն կարգավորես ու չես ուզում որ այդ երկրի առևտրի ծավալը քո հետ ավելա։ Հիմա որ առևտրի ծավալը Հայաստան-Թուրքիա ավելացա, ասեն թուրքական գործոնը Հայաստանում ավելացա։ Բայց կա մեկնաբանության հարց է, բայց ինձ թվում է մեզ համար կարևորը մեր հնարավորինս փոքր երկրի տրամաբանությունից ելնելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանումից, ինչ որ կենսական շահերի պահպանումից հետո Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, որոնք հնարավորինս պետքա հատկապես տնտեսության մեջ ավելանան։ Ես որ քննադատությունը նայում եմ, դες բոլորը ոնց են քննադատում, ասում են, հա դե Թուրքիայի հետ երկխոսությանը սաղս է կողմ ենք։ Դենց ոչ մի մարդ ոչ adekvat մարդ չկա, բայց դե այ որ Նիկոլը ինքը ոչի բան չի կարող սաղ տապալել է։ Ուրեմն իր հետ բարդ է։ Դե հիմա ասենք դուք այդ ձեր քաղաքական ուժերով, որ sense ձեզ նայում են, բան 100 տարվա կուսակցություն եք սաղդ, այդքան ռեսուրսներ ունեք, այդքան ինստիտուտներ ունեք, այս երկրի փողը ձեր ձեռը։ Եթե դուք 7 տարի է Իրան չեք հանում իշխանությունից, ուրեմն ինքն է պետք է բանակցի։ Ինչ ես ասենք անիմաստ խոսում, էլի։ Բայց մի կողմից էլ օբյեկտիվ է։ Առումով ոչ մեկ դեմ չի այդ։ Բայց օրինակ հասարակ հանրության շրջանում, էլի, որ այդ վերաբերմունքը կա, որ ադե հա թող լինի, բայց Տենաս կարա մի քիչ նորմալ բան բանակցի, դա մի քիչ օբյեկտիվ բան է։ Որտեղ всё-таки ես էլ այդ մտահոգությունը անկեղծ ունեմ, որ Հայաստանի կարողությունը, բայց դա իրականում ով էլ գա, ասենք այդ կարողությունը հիմա 30 տարում ձևավորվել է։ Հիմա Նեշերի Նիկոլ Փաշյան մենակ է, որ հա մենակ իրանք մենակով կարան քաղաքական որոշում կայացնեն, որ հայ-թուրքական սահմանը բացվելու է։ Դրա այդ տեխնիկական, գույքային, դիվանագիտական լուրջ աշխատանք մեկ այդ ապարատն է տանում։ Որ ասենք Նիկոլ Փաշյանը չլինի, լավ ես լինեմ, դու լինես, այն մեկը լինի։ Օրինակ որոշում կայացի սահմանը բացվի, մեկը այս մենք կարողունակության հարցը Թուրքիայի համեմատ մեր նկատմամբ շատ լուրջ դիսբալանս է։ Այսինքն պարուբոմում մենք այդ խնդիրը ունենալու ենք, որ ինչ որ ռիսկեր դժվար է լինելու կառավարել։ Այստեղ մտահոգություն կա, բայց այդ մտահոգությունը պետք է կառավարվի։ Հա, չէ, դե այդ մտահոգությունը իրականում օբյեկտիվ է, որովհետև չգիտեմ, ինձ ինչքան էլ օրինակ ես հակակրանք ունենայի Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության կամ ասենք Էդվարդ Նալբանդյանի, Վարդան Օսկանյանի, նրանից առաջ ասենք, չգիտեմ, Ալեքսանդր Արզումանյանն ա եղել նաև արտաքին գործերի նախարար, Վահան Փափազյան եւ այլն, ինչքան էլ այդ մարդկանց նկատմամբ օրինակ տարբեր ժամանակներ հանրությունը ունեցել է հակասական վերաբերմունքներ, ինձ թվում է երբեք հանրությունը չի համատում հակասական վերաբերմունքները, դա զզվել է։ Կամ զզվել է։ Օրինակ ինձ թվում է իրանց ինտելեկտուալ կարողությունները համեմատելի չի օրինակ չգիտեմ Ռուբեն Ռուբինյանի բանակցային հմտությունների հետ։ Այդ խնդիրն էլ կա, որ մարդիկ չեն վստահում եւ ասում են, որ եթե սրանք հիմա ինչ ընտրության առաջ են, ենթադրենք համեմատելի չի, հիմա պատմական շանս կա, որ sense հանդիպում լինի։ Այսինքն պետք է տեղի ունենա։ Չէ, ես ուղղակի ուզում եմ ասեմ, երբ որ մարդիկ ասում են, որ այս process-ն էլ է տապալվելու, դա հիմնված է դառը փորձառության վրա։ Բայց մի կարևոր բան էլ կա, ինչքան ուզում եմ համեմատենք, որ նախկինում sense լուրջ պոտենցիալով մարդիկ են զբաղվել արտաքին քաղաքականությամբ, բայց դե գիտես ոնց всё-таки ասենք մարդիկ էլ այդ նախկիների կոմպետենցիայի նկատմամբ նենց լուրջ բաներ կարան ասեն օրինակ 30 տարում հյուսից հարավ չեք կարեցել սարքեք։ Դե միանշանակ Ալեքսանդր Արզումանյանով ուզում եմ ասել այդ քննադատությունն նենց բան է, որ եթե դու ասենք ինտելեկտուալ ներուժդ ու ժամանակը դնում ես որոշակի բաներ ուսումնասիրելու ու կամ այս կողմից խոսալու կամ այս կողմից խոսալու վրա, միշտ էլ քո մոտ կհաջողվի գտնել նենց ճշմարտանման ինչ-որ պնդումներ, որ դու բանավեճի ասացիություն կա այս իշխանության ու նրանց միջև։ Ովքեր որ տենց են այսօր ստատուս գրում, զուտ վաղը մյուս օր ոչ որ վատ բան լինի Թուրքիայի կողմից, ասենք էլի պատրաստվել լինի Թուրքիայի ներգրավը, որովհետև ասեն, հա, մենք այն վաղ կողմ չենք եղել Թուրքիայի հետ խոսած։ Այդ երեսպաշտությունն է ինձ ազդում ու նաև հիմնականում այդ քաղաքասարության մեջ, որ գոնե իրանք պետք է ինտելեկտուալ առաջադիմություն լինեին, էլի։ Դրա համար դու երևույթին կոնկրետ 21 թվին, ասում են 20 թվին այն Նիկոլա Թուրքիայի վրա sense բան է ասել, բայց ես հիշում 20 թվին նեշի շատերն են դրա մասին ֆիքսել կամ բան, sense ոնց որ այդ վտանգը բարձրաձայնել։ Հետո եթե այդ ֆորպոստի գաղափարին են գալի, հիմա ֆորպոստում ինչ դիվանագիտություն։
Այսինքն ես է կարայի լինեի ԱԳ նախարար էլի այնվաղ։ Հետո դե իրական Արադ Միրզոյանի որով այդ խոսակցությունը եղել է Միքայել Մինասյանը, չէ՞ Միքայել Մինասյանը, ճիշտ է։ Ուղղակի այնքան ասել ենք Միշիկ, այդ մարդը անհասկան արդեն բան։ Միքայել Մինասյանը որ ԱԱԾ-ի բանն էր գցել, այտենց այդ բանը իրանք տենց թուրքական գործակալ դաբլ գործակալ իրանք իրական այդ նախկին հիմիկվա անդիմադիր նախկին իշխանական շրջանակները այդ բանը ասում են Արադ Միրզոյանը համաձայնեցված ԱԳ նախարար եւ այլն, բայց այդ թեմայի մեջ չխորանալով մի բան է ուզում ասեմ, աթա տենց մոռանում էի բանանը, որ այս հայ-թուրքական գործընթացը ես ինչ հիշում եմ եղել է իրական տենց տարբեր նախագահների ժամանակաշրջանում, բայց ինձ թվում է միշտ էլ հերո ենք եղել այդ օրինակ Սերժ Սարգսյանը ինձ չի թվում որ տենց լիովին տենց զգում էր էլի որ հաստատ մյուս կողմը տենց ինչ որ տարբեր պայմաններ ա մեկը չի լինելու, բայց գործընթացի մեջ լինելը կարևոր է։ Ինձ թվում է, եթե տենց նախկին բոլոր նախագահները մի քիչ տենց անկեղծ լինեն, բոլորի մոդել այդ մոտեցումը եղել է, որ ոնց որ դիվիժնի մեջ լինենք, հա, խաղի մեջ լինենք, բայց մեկը չի լինելու այս հարցը։ Հիմա ես հակառակն եմ մտածում, որ թե Նիկոլ Փաշինյանը, թե նաև իրադրությունը հենց է ձևավորվել, որ իրոք այդ ոնց որ հնարավորությունը այս բան ավելի շատ է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարա կարգավորվի։ Որտեղ որ sense նայում եմ ինքը Ռուսաստանի դերն է կա, որովհետև Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանի դիրքերը այստեղ ավելի ամուր էին, ու ասենք ինքը պոտենցիալ խոչընդոտող է դրան։ Իսկ հիմա ոնց որ քանի ռուս-ուկրաինական պատերազմը գնում է ու դեռ բան չկա։ Ես ամեն դեպքում միշտ էլ մտածում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացառապես կախված է այսպես Թուրքիայի, այո, նաև Թուրքիայի որոշումը իրականում ռուս-թուրքական համաձայնություն հենց եղել է, որ Հայաստանի հետ, այսինքն ըստ էության Թուրքիան կարա հարց բարձրացած լինի, որ ես Հայաստանի հետ որպես պետություն, օրինակ ուզում եմ ես իր հետ խոսամ, միշտ չեմ ուզում քո հետ էլի ենթադրենք, այսինքն դա իր համար առավելություն է, որ ինքը ասենք Հայաստանի ղեկավարության հետ որպես առանձին դերակատար է խոսում ու գուցե այնտեղ փոխհամաձայնություն եղել է ու դրա համար է process-ները։ Այդ լինելու դրսևորումը, ես դա ուզում, այդ լինելու դրսևորումը այն է եղել, որ առաջին հանդիպումը եղել է Մոսկվայում, երբ որ Ռուբինյանը գնաց Քլաչին տեսավ, այդ գործընթացի մեկնարկ եղել է Մոսկվայում։ Այսինքն ի սկզբանե թուրք-ռուսական ինչ որ խոսակցություն եղել է, հետո սկսվել է ռուս-ուկրաինականը ու Թուրքիան այնքան եղել է այս տարածաշրջանում այդ ռուս-ուկրաինականի արդյունքում, որ ասել ես Մոսկվայում չեմ գա Հայաստանի հետ բանակցեմ, ես Հայաստանի այսինքն երկու կողմը դարձել է Թուրքիայի շնորհիվ, եթե կարելի է այդպես ձևակերպել, Հայաստանը ավելի օքեյ է եղել, ասել գնամ Մոսկվայում բանակցեմ։ Ուզում ասեմ Հայաստանից չէ էլի եղել այդ բանը, որ ինչ Մոսկվա, եկեք մենք Հայաստանը ով է եղել, որ որոշի խոսքի երկկողմ լինի, երրակողմ լինի։ Ուղղակի տարածաշրջանային ինձ թվում է բալանսի փոփոխությամբ Ռուսաստանի զբաղվածությունից ելնելով եւ այլն դարել է երկկողմանի ու հիմա թուրքերը չեն կարել ռուսներին, օրինակ ռուսները ասեն դե վсё եկեք էլի Մոսկվա, ասեն իրական պատեհությունն է, որից օգտվում է եւ Թուրքիան եւ Հայաստանը, այսինքն առանց Մոսկվայի միջնորդության իրար հետ խոսալու։ Ու դա լավ է։ Ու իրականում այս ձերբակալությունները բան, եթե դες կասպերոլոգիական նայեն, կարող է Նիկոլ Փաշինյանի կողմից այն մեսիջը լինի Թուրքիային, որ ստե իրականում այդ որոշում կայացնող եմ, նես չի ֆորպոստի ղեկավար եմ, էլի, այսինքն կարամ այս ուժերին ես տանեմ, բայց ես նույն բանը ես որ լավա գասա չես կարող չասես բանը։ Այս հայ-թուրքականը, ռուսական այս բան երրանկյունը հետ կապելով ես հիշում եմ, որ ես ու դու այնվաղ որ խոսում էինք բանի մասին, Իրանի սահմանից սահմանապահների ռուսերի դուրսբերման հարց։ Ես օրինակ այնվաղ էլ տենց եմ մտածում, որ նես չէ, ես Նիկոլ Փաշինյանը գնացել է, օրինակ Պուտինին տեսած ստեից դուրս եկեք։ Ես ավելի շատ մտածում եմ, ավելի շատ այնտեղ եղել է Իրան-Ռուսաստան ինչ որ խոսակցություն, ու ոնց ճոգում ռուսները տենց լավ էլ ջոգել են, որ ինչ որ մի բան լինելու է, ու նաև իրանք այնտեղ զբաղված, խառը լրիվ ուրիշ Ռուսաստանը։ Եթե շանտի լեզվով ասեմ, ռուսները այդ տեքստը գրել տվել են, թե դու ոնց պիտի մեզ խնդրես, որ զորքերը դուրս գան։ Ոնց պետք է լինի կուլիսները, ոնց պետք է լինի, ու ուզում ասեմ, հակառակ պարագայում ինչի 100-րդ բազան շարունակում մնալ, էլի։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այդ ֆորպոստի թեմա վետ էր ասում, մեր շնորհիվ ասում, որ ռուսները դուրս եկան, մենք շնորհակալ ենք ասում, որ իրանք երկար տարիներ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը։ Նույնիսկ զվարթնոցից ճամփելու իրականում նորմալ ձև է, ու չեն քվրտում։ Հա, չէ, նորմալ ձև
Հա, ուզում ասեմ, բայց դիրքավորվածության առումով ինքը ներկայացնում է, որ իբր իր բանն է, էլի, այսինքն ինքը այդպես վեհ անznավորություն է, շնորհակալություն է այդ, բայց նաև զվարթնոցում է թեման, էլի կապված չի այդ, ախր այդ ԵՄ-ի հետ կապված այդ ազատ վիզայի բանակցություններն է գնում, էլի տենց մի ձև եվրոպացիքի, մի ձև ռուսներին համոզելով էսի լավ բան է եւ այլն, ուզում ասեմ, այս թեմաները տենց կարևոր է, ասենց միշտ բան անել, մի քիչ պարզացնել, որտեղ որ Facebook-ում sense feed-ը բան եմ անում, ասենք այնտեղ ինչ որ իշխանական փորձագետներ կան, որ Նիկոլ Փաշինյանն դիրքան որպես բազմավեկտոր քաղաքականության աստված է, ասենք, որ այստեղ տարածաշրջանում Իրանին գցում է, թուրքերին գցում է, ռուսներին գցում է։ Նիկոլ Փաշինյանը լավագույն դեպքում հայկական ժամանակում է կարողացել ինչ որ մեկերին գցի, հետո կարողացել է գցի առհասարակ։ Ամփոփ ենք արդեն այս հետաքրքիր շփաթ էր բավականին, հա, բավական շփաթ է, խոսած, ինչքան խոսած, այնքան խոսես։ Ու կարծես թե հաջորդ շփաթն էլ խոստանում այդպեսին լինի։ Հա, խոստումներից լինում, մենք այդ առումով, որ շատ բովանդակություն կա, միշտ ուրախ ենք, այն ծանր տանողներից չենք, որ իշպարում, վայ, հեսա ինչ արնելու եւ այլն, չէ, մենք թուլանում ենք, փորձում ենք մեկու մեջ էլ հաճույք ստանալ, հա։ Հենց որ կհանդիպենք եկող շաբաթ ավելի թարմ թեմաներով, այսօր այսքանը։ Շարունակեք հետևել մեզ, բաժանորդագրվեք ու մեկնաբանությունը թողեք ժողովուրդ, մեկից բաժանորդագրվեք։ Շնորհակալություն, այսօր այսքանը։